Երբ 1999 թվականի դեկտեմբերին Հայաստանի ազգային ժողովի արխիվներում հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է գոյություն ունենային, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ փոթորիկ է սպասվում երկրի քաղաքական էլիտային։ Այդ թղթերի մեջ, կարմիր կնիկներով եւ խիստ գաղտնի դրոշմակնիկներով նշված թղթերի մեջ պահվում էին բանկային փոխանցումների ապացույցներ, որոնք ուղղված էին անհայտ անձի, Երևանի արտաքին թաղամասերից մեկում։ Փաստաթղթերի մի մասը բացակայում էր, հենց այն էջերը, որտեղ նշված էր ստացողի անունը եւ փոխանցումների նպատակը։ Ով էր այդ կինը, որին ամեն ամիս փոխանցվում էին գումարներ, որոնք գերազանցում էին միջին բժշկի տարեկան աշխատավարձը։ Ինչու էին այդ փաստաթղթերը ոչնչացվել հենց Գալուստ Սահակյանի մահից հետո։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ բացակայող էջերը, որոնց համար մարդիկ պատրաստ էին ռիսկի դիմել իրենց կարիերան։ Գալուստ Սահակյանը երկար տարիներ հայտնի էր որպես հայկական ավանդական արժեքների անխոնջ պաշտպան։ Ազգային ժողովի ամբիոնից նա խոսում էր ընտանիքի սրբության մասին, դատապարտում արտամուսնական կապերը, պահանջում էր բարոյականության վերադարձ հասարակություն։ Նրա ելույթները լի էին հղումներով դեպի հայկական օջախի անձեռմխելիությունը, մայրության սրբությունը, հայրական պատասխանատվությունը։ Բայց ինչպես է ստացվում, որ այս մարդը, ով քարոզում էր համեստությունը եւ ընտանեկան հավատարմությունը, ինքը վարում էր կրկնակի կյանք։ Երբ նա խոսում էր падգամավորների աշխատավարձի մասին, ընդգծելով, որ դա չափավոր է եւ համապատասխանում է ժողովրդի կարիքներին, նա չէր նշում, որ միևնույն ժամանակ ամսական փոխանցում է կատարում մի կնոջ, որի գոյությունը պաշտոնապես չէր ճանաչում։ Այդ փոխանցումները կազմում էին մոտավորապես 3000 ամերիկյան դոլար ամսական։ Այն ժամանակ, երբ հայաստանյան ուսուցչի միջին աշխատավարձը չէր գերազանցում 200 դոլարը։ Առաջին անգամ այս պատմության մասին լուրեր սկսեցին տարածվել 1998 թվականին, երբ Երևանի կենտրոն թաղամասում բնակվող երիտասարդ կինը սկսեց պահանջել իր իրավունքները։ Նրա անունը Արմինե Մարտիրոսյանը երկար տարիներ մնաց անհայտ լայն հանրությանը, բայց նրան լավ էին ճանաչում Սահակյանի անվտանգության ծառայության մարդիկ։ Նրանք ամեն շաբաթ ստուգում էին նրա բնակարանը, վերահսկում էին նրա հեռախոսազրույցները, հետևում էին նրա շարժումներին։ Ինչու այսքան ուշադրություն մի սովորական կնոջ նկատմամբ, ով պաշտոնապես որևէ կապ չուներ քաղաքական էլիտայի հետ։ Պատասխանը պարզ էր։ Նա պահում էր գաղտնիք, որը կարող էր քանդել ամբողջ Սահակյանների ընտանեկան կայսրությունը։ Այդ գաղտնիքը 10 տարեկան տղա, ով ապրում էր նրա հետ եւ ում դեմքի գծերը անհանգստացնող նմանություն ունեին Գալուստ Սահակյանի երիտասարդության լուսանկարների հետ։ Արմինեի պատմությունը սկսվել էր 1991 թվականին, երբ նա 21 տարեկան համալսարանի ուսանողուհին աշխատում էր ազգային ժողովի գրադարանում։ Այնտեղ նա առաջին անգամ հանդիպեց Սահակյանին, ով այդ ժամանակ արդեն 100%-անոց ազդեցություն ուներ խորհրդարանական կյանքի վրա։ Ըստ նրա հետագա վկայությունների, Սահակյանը խոստացել էր օգնել նրա կարիերային առաջխաղացմանը, ապահովել նրան աշխատանք պետական կառույցներում, նույնիսկ խոսել էր ապագա ամուսնության մասին։ Բայց երբ Արմինեն հղիացավ, ամեն ինչ փոխվեց։ Սահակյանը հանկարծ դարձավ անհասանելի։ Նրա հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ երբ նա փորձեց գնալ ազգային ժողով, անվտանգության աշխատակիցները նրան խստորեն արգելեցին մուտք գործել շենք։ Նրան առաջարկվեց լռություն, դրամական փոխհատուցման դիմաց։ Եվ նա ընդունեց այդ առաջարկը, քանի որ չուներ այլ ընտրություն՝ մենակ, հղի, առանց աջակցության։ Բայց ինչպես կարող էր մի մարդ, ով հանրային ելույթներում խոսում էր պատասխանատվության մասին, լքել իր սեփական երեխային։ Ինչպես կարող էր նա ամեն ամիս ստորագրել փոխանցումների հանձնարարականները եւ միևնույն ժամանակ ամբիոնից քարոզել հայրական պարտքի մասին։ Այս հարցերը տասնամյակներ շարունակ տանջում էին նրանց, ովքեր իմանում էին ճշմարտությունը։ Սահակյանի անձնական վարորդը, ով ծառայել էր նրան 15 տարի, հիշում է, թե ինչպես նրանք գիշերները գաղտնի այցելություններ էին կատարում Արմինեի բնակարան։ Սահակյանը մտնում էր շենք ուշ երեկոյան, երբ հարևանները քնած էին, մնում էր մոտ 1 ժամ եւ հեռանում առանց որևէ բացատրության։ Վարորդը երբեք չիմացավ, թե ինչ էր տեղի ունենում այդ հանդիպումների ժամանակ, բայց նա նկատում էր, որ Սահակյանը վերադառնում էր ավելի լարված, քան գնացել էր։ Տարիները անցան եւ տղան Դավիթը մեծանում էր առանց հոր ազգանվան, առանց պաշտոնական ճանաչման, բայց ամեն ամիս ստանալով այն գումարները, որոնք ապահովում էին նրա կրթությունը լավագույն մասնավոր դպրոցներում։ Արմինեն սովորեցրել էր նրան լռել, չհարցնել հոր մասին, չպատմել ընկերներին իրենց ընտանեկան իրավիճակի մասին։ Դավիթը մեծացավ գիտակցելով, որ նա տարբեր է մյուսներից, բայց չգիտենալով ինչու։ Նրա դպրոցական ընկերները խոսում էին իրենց հայրերի մասին, իսկ նա լռում էր։ Երբ ուսուցիչները հարցնում էին ընտանեկան ծառի մասին, նա գրում էր միայն մոր անունը։ Այս լռությունը դարձավ նրա երկրորդ բնույթը,
բայց ներսում աճում էր հարցարցերի փոթորիկ, որը մի օր պետք է պայթեր։ 1999 թվականին, երբ Դավիթը դարձավ 18 տարեկան, նա առաջին անգամ պահանջեց մորից ճշմարտությունը։ Արմինեն տարիներ շարունակ կրելով այս բեռը, վերջապես պատմեց նրան ամեն ինչ՝ հանդիպումների մասին, խոստումների մասին, լքվելու մասին, ամսական վճարումների մասին։ Դավիթի առաջին արձագանքը ցնորք էր, հետո զայրույթ, իսկ ապա որոշում։ Նա ուզում էր հանդիպել իր հոր հետ, ուզում էր լսել նրանից ինչու։ Բայց Սահակյանը մերժեց ցանկացած հանդիպում։ Նրա իրավաբանները պարզ հաղորդագրություն ուղարկեցին Արմինեին, ցանկացած հրապարակային հայտարարություն կհանգեցնի վճարումների դադարեցման։ Սա էր շանտաժ, բայց սա էր նաև իրականությունը, որում նրանք ապրում էին։ Բայց Դավիթը չէր լռելու։ Նա սկսեց հավաքել ապացույցներ, բանկային փոխանցումների անդորրագրեր, մոր եւ Սահակյանի միջև փոխանակված նամակներ, նույնիսկ մի հին լուսանկար, որտեղ երիտասարդ Սահակյանը եւ Արմինեն կանգնած էին միասին Հանրապետության հրապարակում։ Այս փաստաթղթերը նա պահեց անվտանգ տեղում, սպասելով ճիշտ պահին։ Նա գիտեր, որ մի օր այս ապացույցները կարող են փոխել ամեն ինչ, բայց նա չգիտեր, որ այդ օրը կգա շատ ավելի շուտ, քան նա կարծում էր։ Արդյոք Դավիթը պատրաստ էր դիմակայել ամբողջ քաղաքական համակարգին, որը պաշտպանում էր Սահակյանի գաղտնիքները։ 2002 թվականին Գալուստ Սահակյանը հասավ իր քաղաքական կարիերայի գագաթնակետին, դառնալով ազգային ժողովի նախագահ։ Այս պաշտոնը նրան տվեց անսահմանափակ իշխանություն խորհրդարանական գործընթացների վրա, հասանելիություն պետական ռեսուրսներին եւ ամենակարևորը՝ պաշտպանվածություն ցանկացած քննադատությունից։ Նրա ելույթները հեռարձակվում էին բոլոր հեռուստաալիքներով, նրա որոշումները դառնում էին օրենք, նրա խոսքը վերջնական դատավճիռ։ Բայց քիչ մարդիկ գիտեին, որ այս իշխանության ստվերում թաքնված էր մի ընտանիք, որը երբեք չէր տեսել լույսը, մի կին, որը երբեք չէր կարող հանրային տեղում կանգնել նրա կողքին, եւ մի տղա, որը երբեք չէր կարող կրել նրա ազգանունը։ Այդ տարիներին Սահակյանի պաշտոնական ընտանիքը ապրում էր շքեղ առանձնատանը Կենցենտրոն թաղամասում, տանը, որի արժեքը գնահատվում էր մոտ 2 միլիոն ամերիկյան դոլար։ Նրա կինը Լուսինեն հայտնի էր բարեգործական ֆոնդի ղեկավար լինելու շնորհիվ, որը պաշտոնապես օգնում էր աղքատ ընտանիքներին։ Նրանց երկու դուստրերը սովորում էին արտասահմանյան համալսարաններում, Լոնդոնում եւ Փարիզում։ Սա էր պատկերը, որը Սահակյանը ցուցադրում էր հանրությանը՝ հաջող քաղաքական գործիչ, նվիրված ամուսին, հոգատար հայր։ Բայց միևնույն ժամանակ քաղաքի մյուս ծայրում Արմինեն ապրում էր երկսենյականոց բնակարանում, որի վարձավճարը վճարվում էր Սահակյանի անձնական հաշվից։ Նրա որդին Դավիթը սովորում էր պետական համալսարանում, քանի որ Սահակյանը մերժել էր վճարել արտասահմանյան կրթության համար, վախենալով, որ դա կարող է բացահայտել նրանց կապը։ Այս կրկնակի կյանքը պահանջում էր հսկայական ռեսուրսներ, ոչ միայն ֆինանսական, այլև կազմակերպչական։ Սահակյանի անձնական օգնականներից մեկը, ով խնդրել է մնալ անանուն, պատմում է, թե ինչպես նրանք ստեղծել էին ամբողջ համակարգ, ապահովելու, որ երկու ընտանիքները երբեք չհատվեն։ Արմինեի համար գնումներն իրականացվում էին առանձին խանութներից, բժշկական ծառայությունները մասնավոր կլինիկաներում, որտեղ բժիշկները ստորագրել էին գաղտնիության պայմանագրեր։ Դավիթի դպրոցական փաստաթղթերում հոր անունը թողնված էր դատարկ, իսկ ցանկացած հարցման դեպքում պատրաստ էր պատասխան՝ հայրը մահացել է երեխայի ծննդյան ժամանակ։ Այս ստերը պահանջում էր մշտական ուշադրություն, եւ ցանկացած սխալ կարող էր քանդել ամբողջ կառուցվածքը։ Բայց ամենադժվարը չէր ֆինանսական կամ կազմակերպչական կողմը։ Ամենադժվարը էր հուզական բեռը, որը կրում էին բոլոր ներգրավված անձինք։ Արմինեն ապրում էր մշտական լարվածության մեջ, վախենալով, որ մի օր Սահակյանը կդադարեցնի վճարումները եւ նրանք կմնան փողոցում։ Դավիթը մեծանում էր հարցերի ստվերում. ինչու նրա հայրը չի ուզում տեսնել նրան, ինչու նրանք պետք է թաքնվեն, ինչու նա չի կարող պատմել ընկերներին իր իրական պատմությունը։ Իսկ Սահակյանը ինքը ապրում էր մշտական վախի մեջ, վախենալով, որ մի օր այս գաղտնիքը կբացահայտվի եւ կկործանի ամեն ինչ, ինչ նա կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Այս եռակի ցավը, այս եռակի վախը, այս եռակի ստը, սա էր իրական գինը, որը նրանք վճարում էին ամեն օր։ 2006 թվականին տեղի ունեցավ իրադարձություն, որը գրեթե բացահայտեց ամեն ինչ։ Դավիթը, այդ ժամանակ 15 տարեկան, հիվանդացավ լուրջ վարակով եւ տեղափոխվեց հիվանդանոց։ Բժիշկները պահանջեցին արյան փոխներարկում, եւ Արմինեն խուճապահար վիճակում զանգահարեց Սահակյանին, խնդրելով օգնություն։ Սահակյանը ուղարկեց իր անձնական բժշկին, ով կազմակերպեց անհրաժեշտ արյունը, բայց այս գործողությունը չմնաց անտեսված։ Հիվանդանոցի անձնակազմից մեկը նկատեց, որ բժիշկը ժամանեց անձնական մեքենայով, որը հայտնի էր որպես Սահակյանի ավտոպարկի մաս։ Սկսեցին հարցեր, սկսեցին կասկածներ։
Բայց Սահակյանի անվտանգության ծառայությունը արագ միջամտեց։ Բժշկին տեղափոխեցին այլ հիվանդանոց, իսկ բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում էին այդ այցի մասին, անհետացան։ Սա էր մի պահ, երբ ճշմարտությունը գրեթե դուրս եկավ ստվերներից, բայց համակարգը ավելի հզոր էր, քան ճշմարտությունը։ Այդ դեպքից հետո Սահակյանը դարձավ ավելի զգույշ, ավելի պարանոիկ։ Նա սահմանափակեց իր անձնական այցելությունները Արմինեի մոտ, նվազեցրեց ուղակի հեռախոսային կապերը, ամեն ինչ սկսեց անել միջնորդների միջոցով։ Բայց այս հեռավորությունը ավելի ցավեց Դավիթին, ով արդեն սկսել էր հասկանալ իրավիճակի ողջ խայտառակությունը։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա մայրը ամեն օր սպասում է հեռախոսազանգի, որը երբեք չի գալիս, ինչպես նա լացում է գիշերները, երբ կարծում է, որ որդին քնած է։ Նա տեսնում էր, թե ինչպես նրանք ապրում են փողով, որը գյոթ գալիս է անանուն փոխանցումներով, առանց ոչ մի նամակի, առանց ոչ մի բացատրության։ Եվ նա որոշեց, որ երբ մեծանա, կփոխի այս իրավիճակը։ Բայց ինչպես կարող էր մի պարզ երիտասարդ դիմակայել ամբողջ քաղաքական մեքենային, որը պաշտպանում էր Սահակյանի գաղտնիքները։ 2010 թվականին Դավիթը ավարտեց համալսարանը իրավագիտության մասնագիտությամբ։ Սա չէր պատահականություն։ Նա ընտրել էր այս ուղին հենց նրա համար, որ սովորեր օրենքները, հասկանար իր իրավունքները, պատրաստվեր այն օրվա, երբ կկարողանա պահանջել արդարություն։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր երեխաների իրավունքներին, մասնավորապես երեխայի իրավունքին ճանաչվել իր ծնողների կողմից։ Նրա դասախոսները տպավորված էին նրա խորը գիտելիքներից և կիրքով, բայց նրանք չգիտեին, որ սա ոչ թե ակադեմիական հետաքրքրություն էր, այլ անձնական առաքելություն։ Դավիթը պատրաստվում էր մարտի, որը կփոխեր նրա կյանքը ընդմիշտ։ Նույն թվականին Սահակյանը հրապարակային ելույթ ունեցավ ընտանեկան արժեքների մասին։ Նա խոսեց հայրերի պատասխանատվության մասին, ամուսնական հավատարմության մասին, երեխաների դաստիարակության մասին։ Նրա խոսքերը ոգևորեցին հանդիսատեսին, բազմաթիվ մարդիկ ծափահարեցին, նրա գրողները գրեցին հոդվածներ նրա բարոյական առաջնորդության մասին։ Բայց այդ ելույթը դիտում էր նաև Դավիթը, իր փոքրիկ բնակարանից, հեռուստացույցի էկրանի միջոցով։ Եվ նա զգաց ոչ թե ցասում, այլ ինչ-որ այլ բան՝ վճռականություն։ Նա հասկացավ, որ այս մարդը երբեք ինքնուրույն չի ճանաչի իր սխալը, երբեք չի ընդունի իր որդուն։ Եվ եթե Դավիթը ուզում էր արդարություն, նա պետք է ինքը պայքարեր դրա համար։ Բայց արդյոք նա պատրաստ էր վճարել այդ պայքարի գինը։ 2012 թվականին Արմինեն ախտորոշվեց քաղցկեղով։ Բժիշկները ասացին, որ նրան անհրաժեշտ է թանկարժեք բուժում, որը հասանելի չէր Հայաստանում։ Նրան պետք էր մեկնել արտերկիր, Գերմանիա կամ Իսրայել, որտեղ բուժման արժեքը կազմում էր մոտ 100,000 եվրո։ Դավիթը այդ ժամանակ 21 տարեկան դիմեց Սահակյանին, ոչ թե որպես որդի, այլ որպես իրավաբան, պաշտոնական նամակով։ Նա պահանջեց հանդիպում, պահանջեց բացատրություններ, պահանջեց օգնություն մոր բուժման համար։ Սահակյանի պատասխանը եկավ նրա իրավաբանների միջոցով՝ մերժում, առանց որևէ հիմնավորման։ Այս մերժումը եղավ այն կետը, երբ Դավիթը վերջնականապես որոշեց գործել։ Նա հավաքեց բոլոր ապացույցները, որոնք կուտակել էր տարիների ընթացքում, եւ դիմեց ԴՆԹ փորձաքննության կենտրոն։ Նա ուզում էր գիտական ապացույց, որը անհերքելի կլիներ։ Բայց նա չգիտեր, որ այս քայլը կսկսեր շղթայական ռեակցիա, որը կհասներ մինչև Սահակյանի ամենամտերիմ շրջապատը։ Երբ Սահակյանի անվտանգության ծառայությունը իմացավ ԴՆԹ թեստի մասին, նրանք անմիջապես միջամտեցին։ Նրանք փորձեցին կաշառել լաբորատորիայի աշխատակիցներին, սպառնացին Դավիթին, նույնիսկ առաջարկեցին նրան մեծ գումար դադարեցնելու գործընթացը։ Բայց Դավիթը հրաժարվեց։ Նա արդեն անցել էր այն կետը, երբ կարող էր հետ շրջվել։ Նրա մայրը մահամերձ էր, նրա ողջ կյանքը եղել էր ստի մեջ, եւ նա ուզում էր գոնե մեկ անգամ ճշմարտություն։ Լաբորատորիան, չնայած ճնշումներին, իրականացրեց թեստը։ Արդյունքները եկան 2 շաբաթ հետո, 99.9% հավանականություն, որ Գալուստ Սահակյանը Դավիթի կենսաբանական հայրն է։ Այս թուղթը, կարմիր կնիքով եւ լաբորատորիայի պաշտոնական դրոշմակնիքով, դարձավ այն զենքը, որը Դավիթը պահել էր տարիներ շարունակ։ Բայց ինչպես օգտագործել այս զենքը, առանց ոչնչացնելու ինքն իրեն։ 2013 թվականի մարտին Դավիթը կազմակերպեց իր առաջին հանրային ելույթը։ Նա հրավիրեց մի փոքր խումբ լրագրողների, ոչ մեծ հեռուստաալիքներից, որոնք վերահսկվում էին Սահակյանի կողմից, այլ անկախ օնլայն հարթակներից։ Նա ներկայացրեց իր պատմությունը, սկսած մոր եւ Սահակյանի հանդիպումից, շարունակելով տարիների լռությամբ, հասնելով ԴՆԹ թեստի արդյունքներին։ Նա ցույց տվեց փաստաթղթերը, բանկային փոխանցումները, նամակները, լուսանկարները եւ վերջում ԴՆԹ թեստի եզրակացությունը։ Լրագրողները շոկի մեջ էին։ Սա չէր սովորական սկանդալ, սա էր պայթյուն, որը կարող էր քանդել մի ամբողջ քաղաքական կարիերա։ Բայց Դավիթը չէր դադարում։ Նա պահանջեց հանրային ներողություն Սահակյանից,
պահանջեց ճանաչում որպես որդի եւ պահանջեց ֆինանսական օգնություն մոր բուժման համար։ Նրա ելույթը տարածվեց սոցիալական ցանցերում մի քանի ժամում, եւ մինչեւ երեկո ամբողջ Հայաստանը խոսում էր Սահակյանի գաղտնի որդու մասին։ Սահակյանի առաջին արձագանքը եղավ լռություն։ Նրա մամլո ծառայությունը հրապարակեց կարճ հայտարարություն։ Սա անհիմն մեղադրանք է, որը նպատակ ունի վարկաբեկել падգամավորի հեղինակությունը։ Բայց հանրությունը չէր հավատում այս հայտարարությանը։ Մարդիկ տեսել էին ԴՆԹ թեստի արդյունքները, տեսել էին փաստաթղթերը եւ նրանք պահանջում էին պատասխաններ։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել հաշտեգներ՝ #Սահակյանի ճշմարտությունը, #Դավիթի արդարությունը, #կրկնակի ստանդարտներ։ Բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ազգային ժողովի դիմաց, որտեղ մարդիկ պահանջում էին Սահակյանի հրաժարականը։ Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում էին, որ սա կարող է լինել Սահակյանի քաղաքական կարիերայի ավարտը։ Բայց Սահակյանը դեռ ուներ իշխանություն, դեռ ուներ ռեսուրսներ, եւ նա պատրաստվում էր պայքարի։ 2 շաբաթ անց Սահակյանը կազմակերպեց իր սեփական մամլո ասուլիսը։ Նա հերքեց բոլոր մեղադրանքները, ասաց, որ ԴՆԹ թեստը կեղծված է, որ Դավիթը եւ Արմինեն փորձում են շանտաժի ենթարկել իրեն ստանալու փող։ Նա ներկայացրեց իր սեփական փորձագետների տնի եզրակացությունները, որոնք կասկածի տակ էին դնում լաբորատորիայի անկախությունը։ Նա նույնիսկ մեղադրեց Դավիթին քաղաքական դրդապատճառներ ունենալու, ասելով, որ նա աշխատում է ընդդիմադիր ուժերի համար։ Այս մամլո ասուլիսը բաժանեց հասարակությունը 2 ճամբարների։ Մի մասը հավատում էր Դավիթին եւ պահանջում էր արդարություն, մյուս մասը հավատում էր Սահակյանին եւ համարում էր սա քաղաքական հարձակում։ Հայաստանը հայտնվեց բևեռացման վիճակում, եւ ոչ ոք չգիտեր, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։ Արդյոք Դավիթը կկարողանա ապացուցել իր ճշմարտությունը, թե Սահակյանի իշխանությունը ունը կճնշի նրա ձայնը։ Երբ 2013 թվականի ապրիլի 20-ին Երևանի կենտրոնական դատարանի դահլիճում հնչեց դատավորի ձայնը, գործն ընդունված է քննարկման։ Սենյակում գտնվող 7 մարդուց 6-ը գիտեին, որ այս գործը երբեք չի հասնի իրական դատաքննության։ Նրանք տեսել էին նմանատիպ գործեր անցյալում, գործեր, որոնք սկսվում էին աղմկոտ հայտարարություններով եւ ավարտվում էին լուր փակմամբ, առանց որևէ բացատրության։ Բայց 7-րդ մարդը, Դավիթ Մարտիրիտ Մարտիրոսյանը, 22 տարեկան իրավաբան, ով նստած էր դատարանի դահլիճի առաջին շարքում, ձեռքին բռնած դեղնած թղթապանակ, լի փաստաթղթերով, որոնք կարող էին փոխել ամեն ինչ, նա հավատում էր այլ բանի։ Նա հավատում էր, որ այս անգամ ամեն ինչ կլինի այլ կերպ, որ ճշմարտությունը կհաղթի, որ իրավական համակարգը կաշխատի այնպես, ինչպես պետք է։ Նրա մոտ նստած իրավաբանը, 53 տարեկան կին, անունով Գայանե Պետրոսյան, ով 30 տարի աշխատել էր համակարգում եւ տեսել էր ամեն ինչ, դանդաղ շրջեց դեպի նրան եւ շշնջաց. «Դավիթ ջան, պատրաստ եղիր ամենավատին։ Այս մարդիկ չեն հանձնվի առանց պայքարի»։ Բայց ինչպիսի պայքար էր սպասվում, երբ մի կողմում կանգնած էր պարզ երիտասարդ, առանց կապերի, առանց փողի, առանց իշխանության, իսկ մյուս կողմում Հայաստանի ամենահզոր քաղաքական ֆիգուրներից մեկը, ով վերահսկում էր ոչ միայն խորհրդարանը, այլև դատական համակարգի զգալի մասը։ Արդյոք այս անհավասար պայքարում կարող էր հաղթել արդարությունը, թե դա եւս մեկ անգամ ապացույց էր, որ համակարգը աշխատում է միայն հզորների օգտին։ Դատական գործընթացի առաջին 3 ամիսները վերածվեցին իրական փորձության Դավիթի համար։ Ամեն դատական նիստում Սահակյանի իրավաբանները 5 հոգանոց թիմ, որոնցից յուրաքանչյուրը ստանում էր ավելի շատ 1 ամսում, քան Դավիթի մայրը Արմինեն ամբողջ կյանքում, ներկայացնում էին նոր եւ նոր փաստաթղթեր, որոնք նպատակ ունեին կասկածի տակ դնել ԴՆԹ թեստի արդյունքները։ Նրանք բերեցին փորձագետներ, ովքեր պնդում էին, որ լաբորատորիան, որտեղ կատարվել էր թեստը, չուներ միջազգային հավաստագրում։ Նրանք ներկայացրեցին վկաներ, ովքեր պնդում էին, որ Արմինեն 2002 թվականին հատվականին հարաբերություններ է ունեցել այլ տղամարդկանց հետ։ Նրանք նույնիսկ փորձեցին ապացուցել, որ բանկային փոխանցումները, որոնք Դավիթը ներկայացրել էր որպես ապացույց, իրականում եղել են բարեգործական օգնություն, ոչ թե հայրական պարտականություն։ Ամեն նոր փաստաթուղթ, ամեն նոր վկա, ամեն նոր փաստարկ էր հարված Դավիթի գործի նկատմամբ, եւ նա զգում էր, թե ինչպես հողը դանդաղորեն սողում է նրա ոտքերի տակից։ Բայց ամենավատը չէր դատարանում տեղի ունեցողը։ Ամենավատը եղավ այն, ինչ սկսվեց դատարանից դուրս։ Դավիթի մոտ սկսեցին գալ անհայտ մարդիկ, առաջարկելով փող, եթե նա հրաժարվի գործից։ Առաջին անգամ գումարը կազմեց $10,000, երկրորդ անգամ 20,000, երրորդ անգամ 50,000։ Երբ նա մերժեց բոլոր առաջարկները, սպառնալիքները սկսվեցին։ Անհայտ համարներից զանգեր, գիշերվա 2 ժամին, որտեղ ձայնը նախազգուշացնում էր «դադարիր, քանի դեռ ուշ չէ»։ Նրա բնակարանի դռանը գրվեցին սպառնալիք պարունակող գրություններ։
Նրա մայրը Արմինեն, ով այդ ժամանակ արդեն մահճակալին էր, քաղցկեղի վերջին փուլում, ստանում էր հեռախոսազանգեր, որտեղ անհայտ ձայները ասում էին. «Ձեր որդին կործանում է ձեր ընտանիքը»։ Դավիթի իրավաբանը Գայանեն մի օր եկավ դատարան, դեմքին կապտուկներով, եւ երբ Դավիթը հարցրեց, թե ինչ է պատահել, նա պարզապես ասաց. «Ընկա աստիճաններից», բայց նրա աչքերը պատմում էին այլ պատմություն։ 2013 թվականի հուլիսին տեղի ունեցավ իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Դավիթի մայրը Արմինեն մահացավ Երևանի հիվանդանոցներից մեկում, առանց երբևէ տեսնելու իր որդու պայքարի արդյունքը։ Նրա վերջին խոսքերը ըստ բուժքույրի, ով այդ պահին նրա մոտ էր, եղան. «Ասա Դավիթին, որ ես հպարտ եմ նրանով»։ Նրա թաղմանը ներկա էին միայն 15 մարդ, մի քանի հարևաններ, 2 համալսարանական ընկերներ եւ Դավիթը։ Սահակյանը չեկավ, չուղարկեց ծաղիկներ, չտվեց որևէ հայտարարություն։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ թաղմանից 3 օր հետո, ցույց տվեց, որ նա հետևում էր ամեն ինչին։ Դավիթը ստացավ անանուն նամակ, որտեղ գրված էր. «Ձեր մայրը մահացավ, քանի որ դուք չդադարեցիք։ Շարունակեք, եւ դուք կլինեք հաջորդը»։ Այս նամակը տպագրված սովորական թղթի վրա, առանց որևէ ստորագրության, առանց որևէ ուղղակի սպառնալիքի, բայց լի անուղղակի մեսիջով, դարձավ այն կետը, երբ Դավիթը պետք է որոշեր՝ շարունակել, թե հրաժարվել։ Բայց Դավիթը չհրաժարվեց։ Հակառակը, մոր մահը նրան տվեց նոր ուժ, նոր վճռականություն։ Նա հասկացավ, որ եթե հիմա դադարեցնի, ապա նրա մոր ողջ կյանքը, այդ տարիների լռությունը, այդ տարիների սերի սպասումը, այդ տարիների ցավը կլինի զուր։ Նա վերադարձավ դատարան ավելի վճռական, ավելի պատրաստված։ Նրա իրավաբանը Գայանեն, չնայած սպառնալիքներին, մնաց նրա կողքին, եւ նրանք սկսեցին նոր ռազմավարություն։ Եթե չեն կարող հաղթել փաստաթղթերով, երով ապա կհաղթեն հանրային կարծիքով։ Նրանք սկսեցին տալ հարցազրույցներ անկախ լրատվամիջոցներին, հրապարակել փաստաթղթեր սոցիալական ցանցերում, կազմակերպել հանրային քննարկումներ։ Ամեն նոր հրապարակում էր հարված Սահակյանի հեղինակությանը, եւ դանդաղորեն, շատ դանդաղորեն հանրային կարծիքը սկսեց շրջվել Դավիթի օգտին։ Բայց արդյոք հանրային կարծիքը բավական էր հաղթելու համար համակարգի դեմ, որը կառուցված էր տասնամյակների ընթացքում։ 2013 թվականի սեպտեմբերին դատարանը հրապարակեց իր միջանկյալ որոշումը։ Դատավորը կարդալով երկար եւ բարդ իրավական տեքստը, որը լի էր հղումներով օրենքներին եւ նախադեպերին, վերջապես հասավ էական մասին։ Դատարանը որոշում է նշանակել կրկնակի ԴՆԹ փորձաքննություն պետական լաբորատորիայում 2 անկախ փորձագետների ներկայությամբ։ Սա էր մասնակի հաղթանակ Դավիթի համար։ Դատարանը չէր մերժել նրա պահանջը, բայց միևնույն ժամանակ չէր ընդունում առաջին թեստի արդյունքները որպես վերջնական ապացույց։ Սահակյանի իրավաբանները փորձեցին բողոքարկել այս որոշումը, բայց դատավորը մնաց անխոնջ։ Կրկնակի թեստը պետք է իրականացվեր 2 ամիս հետո, նոյեմբերին, եւ այդ 2 ամիսները դարձան ամենաերկար սպասումը Դավիթի կյանքում։ Այդ 2 ամիսների ընթացքում Սահակյանի թիմը փորձեց ամեն ինչ, կաշառել լաբորատորիայի աշխատակիցներին, սպառնալ փորձագետներին, նույնիսկ փորձեցին ստիպել Դավիթին հրաժարվել թեստից, առաջարկելով նրան $100,000 եւ մի ամբակ վճարում։ Բայց Դավիթը մերժեց։ Նա արդեն անցել էր այն կետը, երբ փողը կարող էր փոխել նրա որոշումը։ Նա ուզում էր ճշմարտություն, ուզում էր արդարություն, ուզում էր, որ նրա մայրի անունը մաքրվի այն բոլոր մեղադրանքներից, որոնք Սահակյանի թիմը տարածել էր նրա մասին։ Եվ նա սպասեց այն օրվան, երբ գիտությունը կտա վերջնական պատասխանը այն հարցին, որը տանջել էր նրան ամբողջ կյանքը. ով է իր հայրը։ Նոյեմբերի 12-ին, ցուրտ եւ անձրևոտ առավոտ, Դավիթը մտավ պետական ԴՆԹ լաբորատորիա, ուղեկցվելով իր իրավաբանի, 2 անկախ փորձագետների եւ դատարանի ներկայացուցչի կողմից։ Սահակյանը ինքը չեկավ, բայց ուղարկեց իր անձնական բժշկին, տրամադրելու իր ԴՆԹ նմուշը։ Ամբողջ գործընթացը տևեց 3 ժամ, արյան նմուշների վերցում, փաստաթղթավորում, կնքում, ստորագրություններ։ Ամեն քայլ արձանագրվեց, ամեն շարժում վավերացվեց, ամեն փաստաթուղթ ստորագրվեց բոլոր ներկաների կողմից։ Երբ գործընթացը ավարտվեց, լաբորատորիայի ղեկավարը հայտարարեց, որ արդյունքները կլինեն պատրաստ 2 շաբաթ հետո։ Դավիթը դուրս եկավ լաբորատորիայից, զգալով միաժամանակ թեթևություն եւ անհանգստություն։ Թեթևություն, որովհետեւ վերջապես արվեց այն, ինչի համար նա պայքարել էր ամիսներ շարունակ։ Անհանգստություն, որովհետև նա գիտեր, որ հաջորդ 2 շաբաթները կորոշեն նրա ողջ ապագան։ Արդյոք արդյունքները կհաստատեն այն, ինչ նա միշտ գիտեր, թե Սահակյանի թիմը գտել է ճանապարհ ազդելու թեստի վրա։ Այդ 2 շաբաթների ընթացքում Հայաստանի մեդիան խոսում էր միայն այս գործի մասին։ Հեռուստաալիքները ամեն օր հրապարակում էին նոր տեղեկություններ, վերլուծաբանները կանխատեսում էին տարբեր սցենարներ, սոցիալական ցանցերում մարդիկ բաժանվել էին 2 ճամբարների։
Մի մասը աջակցում էր Դավիթին, տեսնելով նրա մեջ պայքարող երիտասարդի, ով դիմակայում է համակարգին։ Մյուս մասը աջակցում էր Սահակյանին, համարելով Դավիթի պահանջները շանտաժի փորձ։ Բայց անկախ այդ բաժանումից, բոլորը սպասում էին նոյեմբերի 26-ին, այն օրվան, երբ դատարանը պետք է հրապարակեր ԴՆԹ թեստի արդյունքները։ Այդ օրը Երևանի կենտրոնական դատարանի շենքի դիմաց հավաքվեցին ավելի քան 500 մարդ՝ լրագրողներ, ակտիվիստներ, պարզապես հետաքրքրասեր քաղաքացիներ։ Ոստիկանությունը ստիպված էր փակել մոտակա փողոցները, տեղադրել բարիկադներ, ապահովել անվտանգություն։ Սա այլևս պարզ դատական գործ չէր, սա դարձել էր հասարակական իրադարձություն, որը կարող էր փոխել քաղաքական լանդշաֆտը։ Ժամը 11-ին դատավորը մտավ դահլիճ, ձեռքին բռնած կարմիր թղթապանակ։ Սենյակում տիրող լռությունը այնքան խիտ էր, որ կարելի էր լսել մարդկանց շնչառությունը։ Դավիթը նստած էր առաջին շարքում, ձեռքերը սեղմած միմյանց, դեմքը գունատ։ Սահակյանի իրավաբանները նստած էին հակառակ կողմում, արտահայտությունից զուրկ դեմքերով։ Դատավորը բացեց թղթապանակը, հանեց մի քանի թերթ և սկսեց կարդալ։ Առաջին 5 րոպեն լի էր իրավական ֆորմալություններով, գործի համարը, կողմերի անունները, փորձագետների անունները։ Ապա նա հասավ էական մասին։ Ըստ պետական լաբորատորիայի եզրակացության, որը հաստատված է 2 անկախ փորձագետների կողմից, ԴՆԹ թեստի արդյունքները ցույց են տալիս 99.8% հավանականություն, որ Գալուստ Սահակյանը և Դավիթ Մարտիրոսյանը կենսաբանական հայր և որդի են։ Դահլիճում տիրեց լռություն մի քանի վայրկյան, ապա պայթեց աղմուկ, լրագրողների ձայներ, ծափահարություններ, լացի ձայներ։ Դավիթը նստած էր անշարժ, չկարողանալով հավատալ, որ վերջապես ճշմարտությունը հաղթեց։ Բայց դատավորը դեռ չէր ավարտել։ Նա շարունակեց. Այնուամենայնիվ, դատարանը նշում է, որ ԴՆՀՏ թեստի արդյունքները, չնայած գիտականորեն հիմնավորված լինելուն, ինքնին բավարար չեն հայրության իրավական ճանաչման համար։ Անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, ֆինանսական փաստաթղթեր, վկայություններ, այլ նյութեր, որոնք կհաստատեն երկարատև հարաբերությունների գոյությունը։ Այս խոսքերը եղան ցուրտ ցնցում Դավիթի համար։ Նա հասկացավ, որ չնայած գիտական ապացույցին, դատարանը դեռ չի պատրաստ վերջնական որոշում կայացնել։ Սահակյանի իրավաբանները անմիջապես օգտվեցին այս պահից, պահանջելով գործի հետաձգում լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության համար։ Դատավորը համաձայնեց, նշանակելով հաջորդ նիստը 3 ամիս հետո, 2014 թվականի փետրվարին։ Դավիթը դուրս եկավ դատարանից, զգալով միաժամանակ հաղթանակ և պարտություն։ Հաղթանակ, որովհետև ԴՆԹ թեստը հաստատեց այն, ինչ նա միշտ գիտեր։ Պարտություն, որովհետև պայքարը դեռ չէր ավարտվել։ Արդյոք նա կկարողանա դիմանալ ևս 3 ամիս այս անորոշության մեջ, թե համակարգը վերջապես կկոտրի նրան։ Երբ 2014 թվականի հունվարին Երևանի 5 քաղաքի նեղ փողոցներից մեկում գտնվող փոքրիկ սրճարանում նստած էր տարեց կին, անունով Սիրանույշ Գրիգորյան, ով 35 տարի աշխատել էր Ազգային ժողովի արխիվում, նա չգիտեր, որ այն, ինչ նա պատրաստվում էր պատմել, կփոխեր ամբողջ գործի ընթացքը։ Դավիթի իրավաբանը Գայանեն, ով երկար ամիսներ փնտրել էր վկաներ, ովքեր կարող էին հաստատել Սահակյանի և Արմինեի հարաբերությունները, վերջապես գտել էր այս կնոջը, շնորհիվ անանուն հեռախոսազանգի, որտեղ ձայնը ասել էր. «Եթե ուզում եք ճշմարտությունը, գտեք Սիրանույշ Գրիգորյանին»։ Հիմա, երբ նրանք նստած էին դիմաց դիմի, Սիրանույշը դողացող ձեռքերով բռնած թեյի բաժակը, Գայանեն սպասում էր լսելու այն պատմությունը, որը կարող էր վերջապես փակել այս գործը։ Սիլ այս գործը։ Սիրանույշը սկսեց խոսել դանդաղ, ընտրելով ամեն բառ զգուշությամբ։ Ես տեսա նրանց միասին։ Ոչ մեկ անգամ, ոչ 2 անգամ, այլ տասնյակ անգամներ։ 1991 թվականից մինչև 1996 թվականը։ Նրանք հանդիպում էին Ազգային ժողովի հին շենքի 3-րդ հարկի փոքրիկ սենյակում, այն սենյակում, որը պաշտոնապես օգտագործվում էր որպես արխիվ, բայց իրականում դատարկ էր։ Նրա խոսքերը հնչում էին հանգիստ, բայց դրանց ետևում զգացվում էր տարիների ծանրություն։ Տարիներ, երբ նա լռել էր, վախենալով կորցնել աշխատանքը, վախենալով սպառնալիքներից, վախենալով համակարգից։ Բայց հիմա, ինչու հիմա նա որոշել էր խոսել։ Ինչ էր փոխվել, որ նա պատրաստ էր ռիսկի դիմել և պատմել այն, ինչ տեսել էր ավելի քան 20 տարի առաջ։ Սիրանույշը շարունակեց. Ես աշխատում էի արխիվում, կարգավորելով հին փաստաթղթերը, և հաճախ մնում էի ուշ երեկոյան, երբ շենքը գրեթե դատարկ էր։ Հենց այդ ուշ երեկոներին էի, որ տեսնում էի Սահակյանին, մտնում 3-րդ հարկ, միշտ միայնակ, միշտ նայելով շուրջը, համոզվելու, որ ոչ ոք չի տեսնում։ Մի քանի րոպե հետո գալիս էր երիտասարդ կինը, Արմինեն, ում ես ճանաչում էի, քանի որ նա աշխատում էր գրադարանում։ Նրանք մտնում էին այդ սենյակ և մնում մոտ 1 ժամ։ Երբ դուրս էին գալիս, Սահակյանը միշտ առաջին էր հեռանում,
իսկ Արմինեն սպասում էր 10-15 րոպե նախքան ինքը դուրս գալը։ Գայանեն ուշադիր լսում էր, գրանցում ամեն մանրամասն, բայց նրա մտքում արդեն ձևավորվում էր հարց. ինչու Սիրանույշը երբեք չէր պատմել այս մասին, ինչու նա լռել էր այսքան տարիներ։ Կարծես կարդալով նրա մտքերը, Սիրանույշը ասաց. ես լռեցի, որովհետև վախենում էի։ 1996 թվականին, երբ Արմինեն հղի էր, ինձ մոտ եկավ մի մարդ Սահակյանի անվտանգության ծառայությունից եւ ասաց. եթե ես երբևէ խոսեմ այն մասին, ինչ տեսել եմ, ես կկորցնեմ աշխատանքս, կորցնեմ կենսաթոշակս եւ ավելին, կարող եմ կորցնել ավելի շատ բան։ Նրա ձայնը դողաց այս վերջին խոսքերը ասելիս, եւ Գայանեն հասկացավ, որ այդ սպառնալիքը եղել է շատ ավելի լուրջ, քան պարզապես աշխատանքի կորուստ։ Բայց ինչու հիմա։ Ինչու Սիրանույշը որոշել էր խոսել հենց հիմա, երբ գործը դեռ դատարանում էր, երբ Սահակյանը դեռ ուներ իշխանություն, երբ սպառնալիքները դեռ իրական էին։ Սիրանույշը տեսավ Գայանեի հարցող հայացքը եւ ասաց. ես տեսա Դավիթի հարցազրույցը հեռուստացույցով։ Տեսա, թե ինչպես նա պայքարում է, ինչպես նա չի հանձնվում, չնայած ամեն ինչին։ Եվ ես հիշեցի նրա մորը, Արմինեին, ում ես տեսել եմ այդ տարիներին։ Հիշեցի, թե ինչպես նա սպասում էր Սահակյանին այդ սենյակում, ինչպես նրա աչքերը փայլում էին, երբ նա գալիս էր, ինչպես նա հուսով էր, որ մի օր ամեն ինչ կլինի այլ կերպ։ Եվ ես հասկացա, որ եթե ես չխոսեմ հիմա, ապա ես դավաճանում եմ ոչ միայն Արմինեին, այլև ինձ, այն կնոջը, ով երբեմն հավատում էր արդարությանը։ Նրա խոսքերը հուզիչ էին, բայց Գայանեն գիտեր, որ հուզական պատմությունը բավարար չէ դատարանի համար։ Նրանք պետք է ունենային ապացույցներ, փաստաթղթեր, լուսանկարներ, ցանկացած նյութական բան, որը կարող էր հաստատել Սիրանույշի խոսքերը։ Սիրանույշը կարծես կանխատեսելով այս հարցը, հանեց իր պայուսակից հին նոթատետր, դեղնած էջերով եւ ջերով եւ մաշված կազմով։ Ես վարում էի օրագիր, նա ասաց, ոչ թե նպատակով մի օր օգտագործել դրա դեմ Սահակյանի, այլ պարզապես որովհետև ես միշտ վարել եմ օրագիր։ Այստեղ գրված են ամսաթվերը, երբ ես տեսել եմ նրանց միասին, ժամերը, երբ նրանք մտել են եւ դուրս են եկել այդ սենյակից, նույնիսկ մի քանի նկարագրություն, ինչ էին հագած, ինչպիսի տրամադրություն ունեին։ Գայանեն վերցրեց նոթատետրը եւ սկսեց թերթել էջերը։ Այնտեղ իրոք գրված էին ամսաթվերը. 1991 թվականի մայիսի 15, 1991 թվականի հունիսի 22, 1991 թվականի հուլիսի 19 եւ այսպես շարունակ, մինչեւ 1996 թվականի մարտ։ Յուրաքանչյուր գրառման կողքին կային մանրամասներ. ժամը 21:30, Սահակյանը մտավ սև կոստյումով, Արմինեն կապույտ զգեստով։ Ժամը 22:10, նրանք դուրս եկան միասին, Սահակյանը բռնել էր նրա ձեռքը։ Այս մանրամասները, այս պարզ առօրյա նկարագրությունները ունեին ավելի մեծ ուժ, քան ցանկացած իրավական փաստաթուղթ, քանի որ դրանք ցույց էին տալիս իրական մարդկանց, իրական հարաբերություններ, իրական զգացմունքներ։ Գայանեն հասկացավ, որ այս նոթատետրը կարող է լինել այն բացակայող կտորը, որը նրանք փնտրել էին ամիսներ շարունակ։ Բայց նա նաև գիտեր, որ Սահակյանի իրավաբանները կփորձեն կասկածի տակ դնել դրա իսկությունը։ Կասեմ, որ դա կարող է լինել կեղծված, որ Սիրանույշը կարող է լինել կաշառված Դավիթի կողմից։ Նրանք պետք է պատրաստ լինեին այս հարձակումներին։ Պետք է ունենային լրացուցիչ ապացույցներ, որոնք կհաստատեին Սիրանույշի վկայությունը։ Կան ուրիշներ, ովքեր տեսել են այն, ինչ դուք տեսել եք, հարցրեց Գայանեն։ Սիրանույշը մտածեց մի քանի վայրկյան, ապա ասաց. կար մի անձ, անվտանգության աշխատակից, ով հաճախ էր լինում այդ հարկում։ Նրա անունը Վահագն Սարգսյանն էր։ Նա տեսավ ամեն ինչ, ինչ ես տեսել եմ, եւ նույնիսկ ավելին, բայց նա մահացավ 2010 թվականին, սրտի կաթվածից։ Այս լուրը հիասթափեցրեց Գայանեին, բայց Սիրանույշը շարունակեց. բայց նրա որդին, Արամը, ապրում է Երևանում։ Նա գիտի իր հոր պատմությունները, եւ հնարավոր է, որ նրա հայրը թողել է նշումներ կամ փաստաթղթեր։ Սա էր նոր հույս, նոր ուղղություն, եւ Գայանեն որոշեց անմիջապես գտնել Արամ Սարգսյանին։ 2 օր հետո Գայանեն եւ Դավիթը նստած էին Արամ Սարգսյանի բնակարանում, փոքրիկ բնակարան Նոր Քմարաշ թաղամասում։ Արամը 45 տարեկան տղամարդ, ով աշխատում էր տաքսու վարորդ, սկզբում տատանվեց, արդյոք խոսել այն մասին, ինչ իր հայրը պատմել էր նրան։ Բայց երբ Դավիթը պատմեց իր պատմությունը, երբ նա ցույց տվեց ԴՆԹ թեստի արդյունքները, երբ նա խոսեց իր մոր մասին, Արմինեի մասին, ով մահացել էր առանց երբևէ տեսնելու արդարություն, Արամը փափկացավ։ Նա հանեց իր հոր հին տուփը, լի նամակներով, նոթատետրերով, լուսանկարներով։ Իմ հայրը պահպանում էր ամեն ինչ, Արամը ասաց։ Նա ասում էր, որ մի օր այս փաստաթղթերը կարող են անհրաժեշտ լինել։ Նա չասաց ինչի համար, բայց հիմա ես հասկանում եմ։ Տուփի մեջ կային լուսանկարներ, Սահակյանի եւ Արմինեի,
արված ազգային ժողովի շենքի մոտ։ Նամակներ, որոնք Սահակյանը գրել էր Արմինեին, եւ ամենակարևորը՝ մի փաստաթուղթ, որը ցույց էր տալիս բանկային փոխանցումներ Սահակյանի անձնական հաշվից Արմինեի հաշվին, սկսած 1996 թվականից։ Այս փաստաթղթերը, այս ապացույցները էին ավելին, քան Գայանեն երբևէ հուսացել էր գտնել։ Արդյոք դրանք բավական էին հաղթելու համար դատարանում, թե Սահակյանի թիմը դեռ ուներ ռեսուրսներ կասկածի տակ դնելու այս ապացույցները։ 2014 թվականի փետրվարի 18-ին, երբ դատարանը վերսկսեց նիստերը, Գայանեն ներկայացրեց բոլոր նոր ապացույցները՝ Սիրանույշի օրագիրը, Վահագնի փաստաթղթերը, լուսանկարները, բանկային փոխանցումների ապացույցները։ Դատարանի դահլիճը լի էր լրագրողներով, ակտիվիստներով, պարզ քաղաքացիներով, ովքեր եկել էին տեսնելու այս պատմության ավարտը։ Սահակյանի իրավաբանները փորձեցին բողոքարկել ապացույցների ընդունելիությունը։ Ասացին, որ օրագիրը կարող է լինել կեղծված, որ լուսանկարները կարող են լինել մոնտաժված, որ բանկային փոխանցումները կարող են լինել բարեգործական օգնություն։ Բայց դատավորը, ով ուշադիր ուսումնասիրել էր բոլոր նյութերը, մերժեց նրանց բողոքները։ Նա հայտարարեց, որ ապացույցները ընդունելի են եւ կքննարկվեն դատական գործընթացում։ Սա էր կարևոր հաղթանակ Դավիթի համար, բայց պայքարը դեռ չէր ավարտվել։ Սահակյանի թիմը դեռ ուներ մեկ վերջին զենք՝ հանրային կարծիքը, եւ նրանք պատրաստվում էին օգտագործել այն ամբողջ ուժով։ Հաջորդ 3 շաբաթների ընթացքում Սահակյանի թիմը սկսեց լայնածավալ մեդիա արշավ, նպատակ ունենալով վարկաբեկել Դավիթին եւ նրա ապացույցները։ Նրանք վարձեցին հանրային հարաբերությունների ընկերություն, որը սկսեց տարածել պատմություններ. Դավիթը շանտաժիստ է, Արմինեն եղել է բազմաթիվ տղամարդկանց հետ, Սիրանույշը կաշառված է ընդդիմության կողմից։ Նրանք կազմակերպեցին հանրային ելույթներ, որտեղ փորձագետներ խոսում էին ԴՆԹ թեստերի անվստահելիության մասին։ Նրանք նույնիսկ գտան վկաներ, ովքեր պնդում էին, որ Արմինեն երբեք չի եղել ազգային ժողովում։ Այս արշավը ուներ ազդեցություն։ Հանրային կարծիքը սկսեց կրկին բաժանվել։ Մարդիկ սկսեցին կասկածել Դավիթի մոտիվներում։ Բայց Դավիթը չհանձնվեց։ Նա շարունակեց տալ հարցազրույցներ, շարունակեց ներկայացնել ապացույցներ, շարունակեց պայքարել։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն ճշմարտությունը սկսեց դուրս գալ ստվերներից։ Արդյոք այս պայքարը վերջապես կավարտվի արդարությամբ, թե համակարգը կգտնի ևս մեկ ճանապարհ պաշտպանելու իր սեփականներին։ Երբ 2014 թվականի մարտի 30 առավոտյան Երևանի Նոյք թաղամասի հին բնակելի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է գտնվեին այնտեղ, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ գաղտնիք էր պահվում այդ խոնավ մութ տարածության մեջ 18 տարի շարունակ։ Այդ փաստաթղթերը, փաթեթավորված հին թերթերի մեջ, կապված կոշտ պարանով, պարունակում էին ոչ միայն Սահակյանի եւ Արմինեի հարաբերությունների ապացույցներ, այլև ինչ-որ ավելի խորը, ավելի վտանգավոր բան։ Դրանք էին ազգային ժողովի ներքին անվտանգության ծառայության հաշվետվություններ, վություններ, մանրամասն նկարագրություններով այն մասին, թե ինչպես էր Սահակյանի թիմը տասնամյակներ շարունակ թաքցնում ոչ միայն մեկ, այլ 3 տարբեր կանանց, ովքեր ունեցել էին կապեր նրա հետ, եւ ինչպես էր յուրաքանչյուր այդ կանանց համար ստեղծվել առանձին պաշտպանության համակարգ։ Ամսական վճարումներով, գաղտնի բնակարաններով, կեղծ փաստաթղթերով։ Ով էր թողել այս փաստաթղթերը այդ նկուղում, գիտենալով, որ դրանք մի օր կարող են հայտնաբերվել։ Ինչու էր այդ անձը ռիսկի դիմել, պահպանելով այսքան վտանգավոր տեղեկություններ։ Եվ ամենակարևորը, քանի հոգի էին ներգրավված այս գաղտնի ցանցի մեջ, որը տարիներ շարունակ պաշտպանել էր Սահակյանի կրկնակի, եռակի, չորսակի կյանքը։ Այս հայտնագործությունը պատրաստվում էր պայթեցնել ոչ միայն Դավիթի գործը, այլև ամբողջ քաղաքական համակարգը, որը կառուցված էր լռության եւ վախի վրա։ Փաստաթղթերը հայտնաբերեց պատահականորեն մի տարեց կին, անունով Ռուզաննա Ավագյան, ով ապրում էր այդ շենքում 60 տարի եւ որոշել էր մաքրել նկուղը, պատրաստվելով տեղափոխվել իր դստեր մոտ Գյումրի։ Երբ նա բացեց հին փայտե արկղը, որը տասնամյակներ շարունակ կանգնած էր անկյունում, ծածկված փոշով եւ սարդոստայնների ցանցերով, նա սկզբում կարծեց, որ դրանք հին թերթեր են։ Բայց երբ նա սկսեց դրանք դուրս քաշել, նա տեսավ կարմիր կնիքներ, պաշտոնական դրոշմակնիկներ, խիստ գաղտնի նշումներ։ Ռուզաննան, ով երիտասարդության տարիներին աշխատել էր փոստային ծառայությունում եւ գիտեր, թե ինչ նշանակում են այդ կնիքները, անմիջապես հասկացավ, որ այս փաստաթղթերը կարևոր են։ Նա զանգահարեց իր եղբորորդուն, ով աշխատում էր իրավաբանական ֆիրմայում, եւ նա իր հերթին կապվեց Գայանե Պետրոսյանի հետ։ Երբ Գայանեն տեսավ այդ փաստաթղթերը, նրա դեմքը գունատեց։ Նա հասկացավ, որ այս հայտնագործությունը ավելին էր, քան պարզապես Դավիթի գործի ապացույց։ Սա էր ամբողջ համակարգի բացահայտում։ Փաստաթղթերի մեջ կային մանրամասն հաշվետվություններ,
ամսաթվերով, անուններով, գումարներով։ Առաջին կինը Արմինե Մարտիրոսյանը, ում մասին արդեն բոլորը գիտեին։ Երկրորդ կինը Լիլիթ Հակոբյան, ով աշխատել էր Սահակյանի անձնական օգնական 1998 թվականից մինչև 2002 թվականը, եւ ում հետ Սահակյանը ունեցել էր հարաբերություններ 6 տարի շարունակ։ Երրորդ կինը Նունե Գևորգյան, Լևորգյան, լրագրող, ով հարցազրույց էր վերցրել Սահակյանից 2005 թվականին, եւ ում հետ նա սկսել էր հարաբերություններ անմիջապես դրանից հետո։ Յուրաքանչյուր այդ կանանց համար ստեղծվել էր առանձին ֆայլ, նրանց անձնական տվյալներով, նրանց ընտանիքների տվյալներով, նրանց ֆինանսական կարիքներով, նրանց հնարավոր սպառնալիքներով։ Այս ֆայլերը ցույց էին տալիս, որ Սահակյանի անվտանգության ծառայությունը վերահսկում էր այդ կանանց ամբողջ կյանքը, նրանց հեռախոսազանգերը, նրանց շարժումները, նրանց ընկերներին, նրանց ծախսերը։ Սա էր ամբողջական վերահսկողության համակարգ, որը նպատակ ուներ ապահովել, որ այդ կանայք երբեք չխոսեն, երբեք չպահանջեն ավելին, երբեք չդառնան սպառնալիք Սահակյանի հանրային կերպարի համար։ Բայց ամենաշոկային բացահայտումը եղավ 4-րդ ֆայլը։ Այս ֆայլում չկար կնոջ անուն, չկար լուսանկար, չկային անձնական տվյալներ։ Կային միայն ծածկագրեր, օբյեկտ D, տեղակայում E, վճարում Z։ Բայց ֆայլի վերջում կար մի նշում, որը ամեն ինչ բացատրում էր։ Օբյեկտ D-ն գտնվում է հատուկ պաշտպանության տակ, կապված լինելով արտասահմանյան շահերի հետ։ Ցանկացած բացահայտում կարող է վտանգել ազգային անվտանգությունը։ Ինչ նշանակում էր սա։ Արդյոք Սահակյանը ունեցել էր հարաբերություններ արտասահմանյան քաղաքական ֆիգուրի հետ։ Արդյոք այս կապը օգտագործվել էր շանտաժի կամ քաղաքական ճնշման համար։ Փաստաթղթերը չէին տալիս ուղղակի պատասխաններ, բայց դրանք բացում էին դռներ դեպի ավելի խորը, ավելի մութ գաղտնիքներ։ Գայանեն հասկացավ, որ եթե այս տեղեկությունները հրապարակվեն, դա կլինի ոչ միայն Սահակյանի, այլև ամբողջ քաղաքական համակարգի ավարտը։ Բայց արդյոք նա պատրաստ էր կրել այդ պատասխանատվությունը, գիտենալով, որ սա կարող է վտանգել նաև իր սեփական կյանքը։ Գայանեն անմիջապես կապվեց Դավիթի հետ, եւ նրանք հանդիպեցին գաղտնի վայրում, փոքրիկ սրճարանում կենտրոն թաղամասում, որտեղ նրանք գիտեին, որ ոչ ոք չի լսում նրանց զրույցը։ Երբ Դավիթը տեսավ փաստաթղթերը, նրա առաջին արձագանքը եղավ անհավատություն։ Սա չի կարող իրական լինել, նա ասաց։ Սա չափազանց մեծ է, չափազանց վտանգավոր է։ Բայց Գայանեն նայեց նրա աչքերին եւ ասաց. Դավիթ, սա հենց այն ապացույցն է, որը մենք փնտրել ենք։ Սա ցույց է տալիս, որ քո պատմությունը միայն սառցագագաթի ծայրն է։ Սա ցույց է տալիս, որ Սահակյանը տասնամյակներ շարունակ կառուցել է ամբողջ համակարգ, թաքցնելու իր իրական կյանքը։ Դավիթը կարդաց փաստաթղթերը մի քանի անգամ, ուշադիր ուսումնասիրեց ամեն մանրամասն, եւ դանդաղորեն նրա դեմքի արտահայտությունը փոխվեց անհավատությունից վճռականության։ Նա հասկացավ, որ այս փաստաթղթերը կարող են փոխել ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ դրանք կարող են նաև վտանգել ամեն ինչ։ Նրանք պետք է որոշեին ինչպես օգտագործել այս տեղեկությունները, առանց վտանգելու իրենց սեփական անվտանգությունը եւ առանց վնասելու այն կանանց, ովքեր արդեն բավական տառապել էին։ Հաջորդ 2 շաբաթների ընթացքում Գայանեն եւ Դավիթը աշխատեցին գաղտնի, ստուգելու փաստաթղթերի իսկությունը։ Նրանք գտան Լիլիթ Հակոբյանին, ով այժմ ապրում էր Վանաձորում եւ աշխատում էր դպրոցական ուսուցչուհի։ Երբ նրանք ցույց տվեցին նրան փաստաթղթերը, նրա դեմքը գունատեց եւ նա սկսեց լալ։ Ես մտածում էի, որ ես միակն եմ, նա ասաց։ Ես մտածում էի, որ ես հատուկ եմ նրա համար, բայց հիմա ես տեսնում եմ, որ ես պարզապես մեկն էի ցուցակում։ Նա պատմեց իր պատմությունը, ինչպես Սահակյանը խոստացել էր նրան ամուսնություն, ինչպես նա հավատացել էր նրան, ինչպես նա սպասել էր տարիներ շարունակ եւ ինչպես վերջապես հասկացել էր, որ այդ խոստումները երբեք չեն իրականանա։ Երբ նա հղիացավ 2001 թվականին, Սահակյանը պահանջեց, որ նա ընդհատի հղիությունը, եւ երբ նա հրաժարվեց, նա կորցրեց աշխատանքը, կորցրեց բնակարանը, կորցրեց ամեն ինչ։ Նրան տրվեցին փող լռելու համար, եւ նա ընդունեց, քանի որ չուներ այլ ընտրություն։ Նրա երեխան տղա այժմ 13 տարեկան է եւ չգիտի, թե ով է իր հայրը։ Լիլիթի պատմությունը եղավ երկրորդ ապացույցը, որ Սահակյանի վարքագիծը չէր սահմանափակվում միայն Արմինեի դեպքով։ Նրանք փորձեցին գտնել նաև Նունե Գևորգյանին, բայց պարզվեց, որ նա տեղափոխվել էր Ռուսաստան 2010 թվականին եւ կորցրել էր ցանկացած կապ Հայաստանի հետ։ Նրա հին ընկերներից մեկը, ով համաձայնեց խոսել անանուն պայմանով, պատմեց, որ Նունեն հեռացել էր Հայաստանից, քանի որ ստացել էր սպառնալիքներ, եթե շարունակի իր լրագրողական հետաքննությունները Սահակյանի մասին։ Նա փորձել էր հրապարակել հոդված Սահակյանի ֆինանսական գործարքների մասին, բայց հոդվածը երբեք չտպագրվեց, եւ շուտով նա կորցրեց աշխատանքը բոլոր լրատվամիջոցներում։ Նրա վերջին հայտնի հասցեն էր Մոսկվա, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է նա անում այնտեղ, կամ արդյոք նա ապահով է։
Այս պատմությունը ցույց էր տալիս, թե ինչպես Սնչպես Սահակյանի համակարգը ոչնչացնում էր ցանկացած մարդու, ով փորձում էր բացահայտել ճշմարտությունը։ Արդյոք Դավիթը եւ Գայանեն պատրաստ էին դիմակայել նույն ճակատագրին, թե նրանք կգտնեին ճանապարհ պաշտպանելու իրենց անձերը, միաժամանակ պայքարելով արդարության համար։ 2014 թվականի ապրիլի 15-ին Գայանեն եւ Դավիթը որոշեցին հրապարակել փաստաթղթերի մի մասը, այն մասը, որը վերաբերում էր Արմինեի եւ Լիլիթի դեպքերին, բայց ոչ այն մասը, որը վերաբերում էր օբյեկտ D-ին։ Նրանք հասկացան, որ 4-րդ ֆայլը չափազանց վտանգավոր էր եւ կարող էր ներգրավել ուժեր, որոնց դեմ նրանք չէին կարող պայքարել։ Նրանք կազմակերպեցին մամլո ասուլիս, հրավիրելով անկախ լրատվամիջոցներ, միջազգային լրագրողներ, մարդու իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մամլո ասուլիսը տեղի ունեցավ փոքրիկ սրահում կենտրոն թաղամասում, եւ այնտեղ ներկա էին մոտ 50 մարդ։ Դավիթը սկսեց իր ելույթը. «Այսօր ես ներկայացնում եմ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ իմ պատմությունը միակը չէ։ Կան ուրիշ կանայք, ուրիշ երեխաներ, ովքեր տառապել են նույն համակարգից, որը կառուցված է լռության եւ վախի վրա»։ Նա ցույց տվեց փաստաթղթերը, կարդաց հաշվետվությունների հատվածներ, ներկայացրեց Լիլիթի վկայությունը։ Սենյակում տիրեց լռություն, ապա պայթեց հարցերի ալիք։ Լրագրողները ուզում էին իմանալ ավելին, քանի կին կար, ինչ էր պատահել նրանց, ինչու համակարգը թույլ էր տվել սա տասնամյակներ շարունակ։ Մամլո ասուլիսը տարածվեց սոցիալական ցանցերում մի քանի րոպեում։ Հաշտեգները #Սահակյանի գաղտնի ցանց, #3 կանայք, #համակարգի բացահայտում դարձան թրենդ Հայաստանում եւ նույնիսկ միջազգային հարթակներում։ Մարդիկ պահանջում էին հետաքննություն, պահանջում էին Սահակյանի հրաժարականը, պահանջում էին արդարություն բոլոր տուժած կանանց համար։ Բայց Սահակյանի թիմը չէր լռում։ Նույն օրը երեկոյան դրանք հրապարակեցին հայտարարություն։ Այս փաստաթղթերը կեղծված են։ Դրանք ստեղծվել են քաղաքական հակառակորդների կողմից, նպատակ ունենալով վարկաբեկել падգամավորի հեղինակությունը։ Մենք պատրաստվում ենք իրավական գործողությունների, պաշտպանելու մեր պատվի համար։ Սա էր սկիզբը նոր փուլի, որտեղ պայքարը այլևս չէր սահմանափակվում դատարանով, այլ տարածվում էր հանրային տարածք, ցք, մեդիա, սոցիալական ցանցեր։ Արդյոք Դավիթը կկարողանա հաղթել այս նոր ռազմադաշտում, թե Սահակյանի ռեսուրսները կլինեն ավելի հզոր։ Երբ 2014 թվականի մայիսի 2-ին Երևանի կենտրոնական արխիվի աշխատակիցները սկսեցին իրենց առօրյա աշխատանքը, կարգավորելով հին փաստաթղթեր եւ թարմացնելով կատալոգները, նրանք չէին գիտեր, որ այդ օրը կդառնա այն օրը, երբ Հայաստանի քաղաքական պատմության ամենամեծ գաղտնիքներից մեկը կսկսի դուրս գալ ստվերներից։ Արխիվի տնօրենը 65 տարեկան Արմեն Խաչատրյանը, ով ծառայել էր այս պաշտոնում 25 տարի եւ տեսել էր անթիվ փաստաթղթեր, սկսած խորհրդային ժամանակներից մինչև անկախության տարիները, ստացավ անսովոր հանձնարարություն։ Նրան զանգահարեց անհայտ համարից եւ ձայնը, որը խոսում էր հայերեն, բայց ակցենտով, որը հուշում էր արտասահմանյան ծագում, ասաց. «Արոն Խաչատրյան, ձեզ անհրաժեշտ է ստուգել արխիվի հատուկ բաժինը, այն բաժինը, որը նշված է որպես փակ հասանելիություն մինչև 2020 թվականը։ Այնտեղ կգտնեք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Գալուստ Սահակյանի գործունեությանը ազգային ժողովում 1998 թվականից մինչև 2010 թվականը։ Այդ փաստաթղթերը պետք է հրապարակվեն հիմա, քանի դեռ ուշ չէ»։ Արմենը փորձեց հարցնել, թե ով է զանգահարողը, բայց գիծը անջատվեց։ Նա մնաց նստած իր գրասենյակում, ձեռքին բռնած հեռախոսը, մտածելով արդյոք սա լուրջ հանձնարարություն է, թե պարզապես մեկի փորձ խաղալ նրա հետ։ Բայց ինչ որ բան այդ ձայնի մեջ, հրատապությունը, վճռականությունը ստիպեց նրան վերցնել բանալիները եւ գնալ դեպի արխիվի ստորգետնյա հարկ, որտեղ պահվում էին ամենագաղտնի փաստաթղթերը։ Արխիվի հատուկ բաժինը գտնվում էր շենքի ամենախորը, 2 հարկ ստորգետնյա, որտեղ օդը խոնավ էր եւ լույսը թույլ։ Այնտեղ պահվում էին փաստաթղթեր, որոնք դասակարգված էին որպես պետական գաղտնիք կամ սահմանափակ հասանելիություն։ Փաստաթղթեր, որոնք կարող էին բացահայտվել միայն հատուկ թույլտվությամբ կամ որոշակի ժամկետից հետո։ Արմենը բացեց ծանր մետաղական դուռը, մտավ սենյակ եւ սկսեց փնտրել այն ֆայլերը, որոնք վերաբերում էին Սահակյանին։ Նա գտավ մի մեծ արկղ, նշված Գեսե 1900-98-2010։ Արկղը կնքված էր կարմիր կնիքով եւ ուներ նշում. չբացել մինչև 2020 թվականը։ Բայց Արմենը, ով տասնամյակներ շարունակ հետևել էր կանոններին եւ երբեք չէր խախտել արխիվի կանոնակարգը, այս անգամ զգաց, որ պետք է բացի այդ արկղը։ Նա վերցրեց հատուկ գործիք, կոտրեց կնիքը եւ բացեց կափարիչը։
Ներսում կային հարյուրավոր փաստաթղթեր, հաշվետվություններ, նամակներ, ֆինանսական փաստաթղթեր, լուսանկարներ։ Արմենը սկսեց կարդալ, եւ ինչ որ նա տեսավ, ստիպեց նրան նստել ոտքերը դողալով։ Փաստաթղթերը պարունակում էին մանրամասն տեղեկություններ Սահակյանի գաղտնի ֆինանսական գործարքների մասին, գործարքներ, որոնք իրականացվել էին արտասահման բանկերի միջոցով եւ որոնք ուղղված էին ոչ միայն կանանց, ում հետ նա ունեցել էր հարաբերություններ, այլև քաղաքական գործիչների, ովքեր օգնել էին նրան պահպանել իր գաղտնիքները։ Կային նամակներ, փոխանակված Սահակյանի եւ անհայտ անձանց միջև, որտեղ քննարկվում էին խնդրահարույց իրավիճակներ եւ լուծումներ։ Կային լուսանկարներ Սահակյանի հանդիպումներում արտասահմանյան դիվանագետների հետ, որտեղ նրանք քննարկում էին ոչ միայն պաշտոնական հարցեր, այլև անձնական գործարքներ։ Բայց ամենաշոկայինը եղավ մի փաստաթուղթ, որը վերնագրված էր «Օպերացիա Լռություն»։ Այս փաստաթուղթը նկարագրում էր համակարգված ծրագիր, ուղղված ճնշելու ցանկացած անձի, ով փորձում էր բացահայտել Սահակյանի գաղտնի կյանքը։ Ծրագիրը ներառում էր մեթոդներ, սպառնալիքներ, կաշառք, շանտաժ, նույնիսկ ֆիզիկական ճնշում։ Փաստաթուղթը ստորագրված էր ոչ միայն Սահակյանի, այլև 3 այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, անուններ, որոնք Արմենը ճանաչում էր որպես ներկայիս քաղաքական էլիտայի անդամներ։ Արմենը հասկացավ, որ այս փաստաթղթերը ավելին էին, քան պարզապես Սահակյանի անձնական գաղտնիքներ։ Դրանք էին ապացույցներ համակարգային կոռուպցիայի, իշխանության չարաշահման, մարդու իրավունքների խախտման։ Եթե այս փաստաթղթերը հրապարակվեին, դրանք կարող էին քանդել ոչ միայն Սահակյանի կարիերան, այլև ամբողջ քաղաքական համակարգը, որը պաշտպանել էր նրան տասնամյակներ շարունակ։ Բայց Արմենը նաև գիտեր, որ եթե նա հրապարակի այս փաստաթղթերը, նա դառնալու է թիրախ այն ուժերի, որոնք ունեն անսահմանափակ ռեսուրսներ եւ որոնք պատրաստ են ամեն ինչ անել, պաշտպանելու իրենց շահերը։ Նա նստեց այնտեղ, արխիվի խավար սենյակում, շրջապատված հարյուրավոր փաստաթղթերով, որոնք կարող էին փոխել պատմությունը, եւ մտածեց. ինչ անել։ Արդյոք նա պետք է հետևի իր պարտականությանը որպես արխիվի տնօրեն եւ պահպանի այս փաստաթղթերը գաղտնի մինչեւ 2020 թվականը։ Թե նա պետք է հետևի իր խղճին եւ հրապարակի դրանք հիմա, անկախ հետևանքներից։ Արմենը որոշեց խորհրդակցել մեկի հետ, ում նա վստահում էր։ Նա զանգահարեց իր հին ընկերոջը, Վարդան Մանուկյանին, ով աշխատել էր իրավական համակարգում 40 տարի եւ այժմ թոշակի վրա էր։ Վարդանը եկավ արխիվ նույն երեկոյան, եւ երբ նա տեսավ փաստաթղթերը, նրա դեմքը լուրջացավ։ Արմեն, նա ասաց, եթե դու հրապարակես այս փաստաթղթերը, դու պետք է պատրաստ լինես ամենավատին։ Այս մարդիկ չեն հանձնվի առանց պայքարի։ Նրանք կփորձեն քեզ վարկաբեկել, կփորձեն քեզ սպանել։ Դու պետք է ներվակայում լինես եւ պատրաստ լինես մտածել իրարով եւ սպասել դեպքեր, որոնք դու չես կարող ստիպելու դեպքեր։ Կապեկել, կփորձեն քեզ սպառնալ, կփորձեն քեզ ոչնչացնել։ Բայց եթե դու չհրապարակես դրանք, ապա դու դառնում ես համակարգի մաս, համակարգի, որը թույլ է տվել այս անարդարությունները տասնամյակներ շարունակ։ Արմենը լսեց իր ընկերոջ խոսքերը եւ հասկացավ, որ նա ճիշտ է։ Նա չէր կարող լռել, չէր կարող թաքցնել այս ճշմարտությունը։ Նա որոշեց կապվել Դավիթի եւ Գայանեի հետ եւ տրամադրել նրանց այս փաստաթղթերը, բայց նախքան դա անելը, նա պատճենեց բոլոր փաստաթղթերը եւ ուղարկեց դրանք 3 տարբեր վայրեր, ապահովելու, որ եթե ինչ-որ բան պատահի նրան, ապացույցները չկկորչեն։ 2014 թվականի մայիսի 5-ին Արմենը հանդիպեց Դավիթի եւ Գայանեի հետ գաղտնի վայրում, փոքրիկ բնակարանում Արաբկիր թաղամասում, որը պատկանում էր Վարդանի եղբորորդուն։ Երբ նա ցույց տվեց նրանց փաստաթղթերը, Դավիթը եւ Գայանեն մնացին լռության մեջ մի քանի րոպե։ Նրանք չէին կարող հավատալ, որ այսքան ապացույցներ գոյություն ունեին եւ որ դրանք պահվել էին արխիվում այսքան տարիներ։ Գայանեն սկսեց ուսումնասիրել փաստաթղթերը, մեկը մեկի հետևից, եւ նրա դեմքի արտահայտությունը դառնում էր ավելի լուրջ ամեն նոր էջի հետ։ Սա ավելին է, քան մենք երբևէ պատկերացրել ենք, նա ասաց։ Սա ոչ միայն Սահակյանի գործն է, սա ամբողջ համակարգի գործն է։ Եթե մենք հրապարակենք այս փաստաթղթերը, մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ամբողջ քաղաքական էլիտային։ Դավիթը նայեց Գայանեին եւ ասաց. մենք արդեն անցել ենք այն կետը, երբ կարող էինք հետ շրջվել։ Իմ մայրը մահացավ սպասելով արդարության։ Լիլիթը կորցրեց ամեն ինչ պաշտպանելու իր երեխային։ Նունեն ստիպված եղավ հեռանալ երկրից։ Քանի հոգի պետք է տառապի, նախքան մենք ասենք բավական է։ Նրանք որոշեցին հրապարակել փաստաթղթերը փուլերով։ Առաջին փուլում այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Սահակյանի անձնական հարաբերություններին եւ ֆինանսական գործարքներին։ Երկրորդ փուլում այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին օպերացիա Լռությունին եւ համակարգային ճնշմանը։ Երրորդ փուլում
այն փաստաթղթեր, որոնք վերաբերում էին այլ քաղաքական գործիչների ներգրավվածությանը։ Այս ռազմավարությունը թույլ կտար նրանց վերահսկել իրավիճակը եւ պատրաստ լինել ցանկացած հակահարձակման։ Առաջին փուլը սկսվեց մայիսի 10-ը, երբ նրանք կազմակերպեցին մամլո ասուլիս եւ ներկայացրեցին արխիվային փաստաթղթերի մի մասը։ Արձագանքը եղավ անմիջական եւ հզոր։ Լրատվամիջոցները սկսեցին հրապարակել հոդվածներ, սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներ, մարդիկ դուրս եկան փողոցներ, պահանջելով Սահակյանի հրաժարականը։ Բայց Սահակյանի թիմը նույնպես չէր լռում։ Նրանք սկսեցին իրենց սեփական հակահարձակումը, մեղադրելով Արմենին արխիվի կանոնների խախտման մեջ, մեղադրելով Դավիթին եւ Գայանեին քաղաքական դավադրության մեջ, մեղադրելով լրատվամիջոցներին կեղծ տեղեկությունների տարածման մեջ։ Հայաստանը կրկին բաժանվեց երկու ճամբարների, եւ պայքարը մտավ իր ամենաինտենսիվ փուլը։ Մայիսի 15-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Արմեն Խաչատրյանը, ով դարձել էր այս պատմության կարևոր ականատեսը, հարձակման ենթարկվեց իր տան մոտ։ Երկու անհայտ մարդիկ մոտեցան նրան, երբ նա վերադառնում էր աշխատանքից, եւ սկսեցին նրան ծեծել։ Նրանք չասացին ոչինչ, չպահանջեցին ոչինչ, պարզապես ծեծեցին եւ հեռացան։ Արմենը տեղափոխվեց հիվանդանոց, կոտրված կողոսկրերով եւ ուղեղի թեթև կարկատանով։ Երբ ոստիկանությունը հարցաքննեց նրան, նա ասաց, որ չի ճանաչել հարձակվողներին, բայց նրա աչքերը պատմում էին այլ պատմություն։ Նա գիտեր, թե ով էր կանգնած այս հարձակման ետևում, բայց նա նաև գիտեր, որ եթե ասի ճշմարտությունը, հաջորդ անգամ կարող է լինել ավելի վատ։ Այս հարձակումը ուղարկեց հստակ ուղերձ Դավիթին, Գայանեին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին նրանց։ Դադարեցեք, քանի դեռ ուշ չէ։ Բայց այս ուղերձը ունեցավ հակառակ էֆեկտ։ Փոխանակ վախեցնելու մարդկանց այն ոգևորեց նրանց։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, բողոքելու բռնության դեմ, պահանջելու արդարություն, պահանջելու, որ համակարգը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Արդյոք այս ժողովրդական շարժումը բավական էր հաղթելու համար, թե համակարգը դեռ ուներ բավական ուժ ճնշելու այն։ Երբ 2014 թվականի հունիսի առաջին օրերին Գալուստ Սահակյանը նստած էր իր անձնական գրասենյակում Ազգային ժողովի շենքում, շրջապատված իր ամենամտերիմ խորհրդականներով, նա վերջապես հասկացավ, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրա առջև սեղանին գրված էին բոլոր այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել էին վերջին 2 ամիսների ընթացքում։ ԴՆԹ թեստի արդյունքները, Սիրանույշի օրագիրը, Վահագնի փաստաթղթերը, արխիվային նյութերը, Լիլիթի վկայությունը։ Յուրաքանչյուր այդ փաստաթուղթ էր հարված նրա հեղինակությանը, նրա կարիերային, նրա ընտանիքին։ Բայց ամենավատը չէր փաստաթղթերը։ Ամենավատը եղավ այն, որ նրա սեփական թիմը սկսեց կասկածել նրա մեջ։ Նրա խորհրդականներից մեկը, 38 տարեկան իրավաբան, անունով Արթուր Պողոսյան, ով ծառայել էր Սահակյանին 10 տարի եւ միշտ եղել էր նվիրված, այժմ նստած էր հակառակ կողմում եւ ասում էր. «Պարոն Սահակյան, մենք չենք կարող շարունակել այս պայքարը։ Ապացույցները չափազանց հզոր են, հանրային կարծիքը շրջվել է ձեր դեմ, եւ եթե մենք շարունակենք շղթել ամեն ինչ, մենք կկորցնենք վերջին հնարավորությունը փրկելու իրավիճակը»։ Սահակյանը նայեց Արթուրին աչքերը լի զայրույթով եւ ասաց. «Դու ինձ ասում ես հանձնվել։ Դու ինձ ասում ես ընդունել այն ամենը, ինչ նրանք մեղադրում են ինձ»։ Արթուրը շարունակեց հանգիստ. «Ես ձեզ ասում եմ ընդունել ճշմարտությունը եւ փորձել նվազագույնի հասցնել վնասը։ Եթե դուք հիմա հրապարակայնորեն ընդունեք ձեր սխալները, եթե դուք ներողություն խնդրեք այն կանանցից եւ երեխաներից, ում դուք վնասել եք, եթե դուք հրաժարվեք ձեր պաշտոններից, ապա գուցե, միայն գուցե, դուք կկարողանաք պահպանել ինչ-որ բան ձեր արժանապատվությունից»։ Բայց Սահակյանը չէր պատրաստ հանձնվել։ Նա տարիներ շարունակ կառուցել էր իր իշխանությունը, տարիներ շարունակ պաշտպանել էր իր գաղտնիքները, եւ նա չէր պատրաստ կորցնել ամեն ինչ հենց հիմա։ Նա հրամայեց իր թիմին շարունակել պայքարը, գտնել նոր ապացույցներ, որոնք կկասկածի տակ կդնեին Դավիթի պնդույն Դավիթի պնդումները, գտնել նոր վկաներ, ովքեր կհերքեին հրապարակված վկայությունները, օգտագործել բոլոր իրենց ռեսուրսները վարկաբեկելու հակառակորդներին։ Բայց նրա թիմի անդամները, ովքեր տարիներ շարունակ հետևել էին նրա հրամաններին առանց հարցերի, այժմ սկսեցին տատանվել։ Նրանք տեսնում էին, թե ինչպես հանրային կարծիքը շրջվում է Սահակյանի դեմ, տեսնում էին, թե ինչպես լրատվամիջոցները մեկը մեկի հետևից հրապարակում են նոր բացահայտումներ, տեսնում էին, թե ինչպես նույնիսկ նրանց սեփական ընտանիքները սկսում են հարցնել, արդյոք նրանք աջակցում են ճիշտ կողմին։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, Սահակյանի թիմը սկսեց քայքայվել։ Հունիսի 10-ին Սահակյանի անձնական օգնականներից մեկը, անունով Նարինե Ավետիսյան, ով աշխատել էր նրա հետ 15 տարի եւ գիտեր բոլոր նրա գաղտնիքները, որոշեց խոսել։
Նա կապվեց Գայանեի հետ եւ համաձայնեց տալ վկայություն, պայմանով, որ նրան կապահովվի իրավական պաշտպանություն։ Երբ Գայանեն հանդիպեց նրան գաղտնի վայրում, Նարինեն սկսեց պատմել այն ամենը, ինչ նա տեսել եւ լսել էր տարիների ընթացքում։ Նա պատմեց, թե ինչպես Սահակյանը անձամբ հրահանգներ էր տալիս իր անվտանգության ծառայությանը, վերահսկելու այն կանանց, ում հետ նա ունեցել էր հարաբերություններ։ Նա պատմեց, թե ինչպես նա անձամբ ստորագրել էր հանձնարարականներ, փոխանցելու գումարներ այդ կանանց, եւ ինչպես նա անձամբ սպառնացել էր նրանց, եթե նրանք երբևէ խոսեին։ Նա պատմեց, թե ինչպես օպերացիա լռությունը իրականացվել էր նրա անմիջական վերահսկողության տակ, եւ ինչպես նա անձամբ ընտրել էր այն մարդկանց, ովքեր պետք է վերացնեին խնդիրները։ Նարինեի վկայությունը եղավ այն վերջնական հարվածը, որը Սահակյանը չէր կարող դիմակայել։ Սա էր ներսից եկած վկայություն մարդուց, ով տարիներ շարունակ եղել էր նրա ամենամտերիմ շրջապատում։ Հունիսի 15-ին Ազգային ժողովի խորհուրդը հրավիրեց արտահերթ նիստ, քննարկելու Սահակյանի գործը։ Նիստին ներկա էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, եւ մթնոլորտը լարված էր։ Սահակյանը փորձեց պաշտպանել ինքն իրեն, ասելով, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, որ նա զոհ է քաղաքական դավադրության, որ նրա դեմ կազմակերպված է արշավ, նպատակ ունենալով վարկաբեկել նրան եւ նրա ընտանիքը։ Բայց նրա խոսքերը այլևս չունեին այն ուժը, որը նրանք ունեին անցյալում։ Պատգամավորները, ովքեր տարիներ շարունակ աջակցել էին նրան, այժմ նստած էին լռության մեջ, խուսափելով նրա հայացքից։ Երբ քվեարկության պահը եկավ, արդյունքը եղավ ակնհայտ. 110 ձայն օգտին, 15 ձայն դեմ, 5 ձայն ձեռնպահ։ Սահակյանը պարտավորվեց հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Սա էր նրա քաղաքական կարիերայի ավարտը։ Կարիերայի, որը տևել էր 25 տարի եւ որը կառուցված էր իշխանության, ազդեցության եւ գաղտնիքների վրա։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ Դավիթը, ով տարիներ շարունակ պայքարել էր ճանաչման համար, այժմ կանգնած էր դատարանի դահլիճում, սպասելով վերջնական որոշմանը։ Դատավորը, ով ուսումնասիրել էր բոլոր ապացույցները, ԴՆԹ թեստերը, վկայությունները, փաստաթղթերը, արխիվային նյութերը, վերջապես հայտարարեց. Դատարանը որոշում է ճանաչել Դավիթ Մարտիրոսյանին որպես Գալուստ Սահակյանի կենսաբանական որդի եւ պարտավորեցնել Գալուստ Սահակյանին վճարել ֆինանսական փոխհատուցում, կազմող $100,000 ամերիկյան դոլար, վերջին 20 տարիների ընթացքում չտրամադրված հայրական աջակցության համար։ Դահլիճում պայթեց ծափահարություններ։ Դավիթը նստած էր անշարժ, չկարողանալով հավատալ, որ վերջապես նա հաղթեց։ Նա հիշեց իր մորը Արմինեին, ով երբեք չտեսավ այս օրը։ Հիշեց բոլոր այն տարիները, երբ նա ապրել էր ստվերում, հիշեց բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել էին նրան այս ճանապարհին։ Եվ նա հասկացավ, որ այս հաղթանակը ոչ միայն նրա հաղթանակն էր, այլև բոլոր այն մարդկանց հաղթանակը, ովքեր երբևէ պայքարել են արդարության համար, համակարգի դեմ, որը փորձել է ճնշել նրանց։ Արդյոք այս հաղթանակը բավական էր փոխելու համակարգը, թե դա միայն սկիզբն էր ավելի երկար պայքարի։ Երբ 2014 թվականի հուլիսի առաջին օրերին Երևանի կենտրոնական բանկերից մեկի անվտանգության տուփում հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք 30 տարի շարունակ սպասել էին իրենց պահին, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս վերջին բացահայտումը կդառնա այն բանալին, որը կբացեր Սահակյանի ամենախորը գաղտնիքը։ Այդ տուփը, որը վարձակալված էր անհայտ անձի անունով Ա.Մ. Վարդանյան, պարունակում էր ոչ միայն ֆինանսական փաստաթղթեր, այլև մի նամակ, գրված ձեռքով, դեղնած թղթի վրա, որի թանակը արդեն մթակնել էր ժամանակի ընթացքում։ Նամակը սկսվում էր այսպես. Եթե դուք կարդում եք այս տողերը, նշանակում է ես այլևս կենդանի չեմ, եւ ժամանակը եկել է, որ ճշմարտությունը դուրս գա ստվերներից։ Ստորագրությունը եղավ այն անունը, որը ոչ ոք չէր սպասում տեսնել՝ Վահագն Սարգսյան։ Այն անվտանգության աշխատակիցը, ով մահացել էր 2010 թվականին եւ ում որդին Արամը արդեն տրամադրել էր իր հոր փաստաթղթերը Դավիթին։ Բայց այս նամակը պարունակում էր ինչ-որ բան, ինչը Արամը երբեք չէր տեսել։ Վահագնի վերջին խոստովանությունը, նրա վերջին փորձը փրկել իր հոգին, բացահայտելով այն ամենամեծ գաղտնիքը, որը նա պահել էր ամբողջ կյանքը։ Ով էր այդ օբյեկտ Դ-ն, ում մասին խոսվում էր արխիվային փաստաթղթերում։ Ինչու էր այդ անձը այնքան կարևոր, որ նրա ինքնությունը պահվում էր խիստ գաղտնիության մեջ 30 տարի շարունակ։ Եվ ամենակարևորը, ինչպես էր այս կապը կարող փոխել ամբողջ պատմությունը, որը մենք մինչ այժմ գիտեինք Սահակյանի մասին։ Նամակում Վահագնը գրում էր մանրամասն, ինչպես 1998 թվականին, երբ նա նոր էր նշանակվել Ազգային ժողովի անվտանգության ծառայություն, նրան հանձնարարվեց հատուկ առաքելություն։ Նրան ասացին, որ Սահակյանը ունի կապ մի կնոջ հետ, ով աշխատում է արտասահմանյան դեսպանատանը Երևանում,
եւ որ այս կապը պետք է պահվի խիստ գաղտնիության մեջ, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ կինը, անունով Էլենա Կովալենկո, եղել է ռուսական դեսպանատան երկրորդ քարտուղարը, 28 տարեկան դիվանագետ, ով ուղարկված էր Երևան 1991 թվականին, հենց այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր անկախություն ստացել Խորհրդային Միությունից։ Վահագնը նկարագրում էր, թե ինչպես Սահակյանը եւ Էլենան հանդիպել էին պաշտոնական ընդունելության ժամանակ, ինչպես նրանց միջև սկսվել էր հարաբերություն, որը շատ արագ դարձել էր ավելին, քան պարզապես դիվանագիտական կապ։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ Վահագնը գրեց հաջորդ էջերում։ Էլենան հղիացավ 1992 թվականի աշնանը։ Երբ նա պատմեց Սահակյանին, նա խուճապահար վիճակի մեջ էր։ Նա հասկանում էր, որ եթե այս տեղեկությունը բացահայտվի, դա կարող է ոչնչացնել ոչ միայն նրա քաղաքական կարիերան, այլև վտանգել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վահագնը շարունակում էր. Ես ստացա հանձնարարություն կազմակերպել Էլենայի գաղտնի տեղափոխումը Մոսկվա, բժշկական պատճառաբանությամբ։ Նրան ասացին, որ նա պետք է ծննդաբերի այնտեղ, եւ երեխան կմնա Ռուսաստանում, որթեգրված ռուսական ընտանիքի կողմից։ Բայց Էլենան հրաժարվեց։ Նա ուզում էր պահել երեխային, ուզում էր, որ Սահակյանը ճանաչի իր որդուն։ Սկսվեցին երկար բանակցություններ, ոչ միայն Սահակյանի եւ Էլենայի մեջ, այլև բարձր մակարդակում, Հայաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև։ Վերջապես հասնվեց համաձայնության։ Էլենան կծննդաբերի Մոսկվայում, երեխան կմնա նրա մոտ, բայց նրանք երբեք չեն վերադառնա Հայաստան, եւ Սահակյանը երբեք պաշտոնապես չի ճանաչի երեխային որպես իր որդի։ Դրա դիմաց Սահակյանը պարտավորվեց ամեն ամիս փոխանցել գումարներ երեխայի դաստիարակության եւ կրթության համար եւ ապահովել, որ Էլենայի դիվանագիտական կարիերան չվնասվի։ Այս բացահայտումը բացատրում էր օբյեկտ ՏՄ-ի գաղտնիքը։ Սա եղել է ոչ թե պարզապես արտամուսնական կապ, այլ միջազգային դիվանագիտական բարդություն, որը կարող էր ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։ Երբ Դավիթը եւ Գայանեն կարդացին այս նամակը, որը նրանց տրամադրեց բանկի աշխատակիցը Վահագնի որդու Արամի հանձնարարությամբ, ով վերջապես գտել էր այն անվտանգության տուփը, որի մասին իր հայրը պատմել էր նրան մահվան անկողնում, նրանք հասկացան, որ պատմությունը շատ ավելի բարդ էր, քան նրանք երբևէ պատկերացրել էին։ Սա այլևս պարզապես մի մարդու պատմություն չէր, ով թաքցրել էր իր անձնական կյանքը։ Սա էր պատմություն իշխանության, դիվանագիտության, գաղտնիքների մասին։ Պատմություն, որը ձգվում էր երկու երկրների միջև եւ որը ներգրավում էր մարդկանց, ովքեր երբեք չէին պետք հանրությանը հայտնի դառնան։ Գայանեն նայեց Դավիթին եւ ասաց. Մենք պետք է որոշենք, արդյոք հրապարակել այս տեղեկությունը։ Եթե մենք դա անենք, դա կարող է ունենալ միջազգային հետևանքներ։ Ռուսաստանի դեսպանատունը կարող է ներգրավվել, կարող են սկսվել դիվանագիտական միջադեպեր, բայց եթե մենք չհրապարակենք, ապա մենք թաքցնում ենք ճշմարտության մի մասը։ Դավիթը մտածեց երկար, կշռելով հնարավոր հետևանքները։ Նա հիշեց իր մորը Արմինեին, ով ամբողջ կյանքը ապրել էր ստվերում, հիշեց Լիլիթին, ով կորցրել էր ամեն ինչ, հիշեց Նունեին, ով ստիպված եղել էր հեռանալ երկրից։ Եվ նա հասկացավ, որ եթե կա եւս մեկ երեխա, ով ապրում է առանց իր հոր ճանաչման, ապա այդ երեխան նույնպես արժանի է իմանալու ճշմարտությունը։ Արդյոք Դավիթը պատրաստ էր բացել այս վերջին գաղտնիքը, գիտենալով, որ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Դավիթը եւ Գայանեն որոշեցին կապվել Էլենա Կովալենկոյի հետ, նախքան որևէ բան հրապարակելը։ Նրանք գտան նրա կոնտակտները շնորհիվ Վահագնի նամակում թողած տեղեկությունների, եւ պարզվեց, որ Էլենան այժմ ապրում է Մոսկվայում, աշխատում է որպես միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մոսկվայի պետական համալսարանում։ Երբ Գայանեն զանգահարեց նրան եւ ներկայացավ որպես Դավիթի իրավաբան, Էլենայի առաջին արձագանքը եղավ լռություն։ Ապա նա ասաց. Ես սպասում էի այս զանգին 22 տարի շարունակ։ Ես գիտեի, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել Մոսկվայում, եւ Դավիթը, ով երբեք չէր եղել Ռուսաստանում, վերցրեց վիզա եւ թռավ այնտեղ, ուղեկցվելով Գայանեի կողմից։ Հանդիպումը տեղի ունեցավ փոքրիկ սրճարանում Արբաթ փողոցում, հեռու հանրային ուշադրությունից։ Էլենան, այժմ 52 տարեկան կին, մոխրագույն մազերով եւ խորը աչքերով, որոնք պատմում էին երկար կյանքի պատմություն, նստեց նրանց դիմաց եւ սկսեց խոսել։ Ես հանդիպեցի Գալուստին 1990 թվականին, նա սկսեց։ Ես երիտասարդ էի, նոր էի սկսել իմ դիվանագիտական կարիերան, եւ նա ինձ թվաց հզոր, խելացի, հետաքրքիր մարդ։ Մենք սկսեցինք հանդիպել գաղտնի, գիտենալով, որ մեր հարաբերությունը կարող է բարդություններ ստեղծել։ Բայց ես սիրահարվեցի, եւ երբ հղիացա, ես մտածեցի, որ նա կընտրի ինձ, կթողնի իր պաշտոնական ընտանիքը, կստեղծի նոր կյանք ինձ հետ։ Բայց նա ընտրեց իր կարիերան,
իր իշխանությունը, իր հանրային կերպարը։ Էլենայի ձայնը դողաց, երբ նա պատմում էր այս մասը, եւ Դավիթը տեսավ նրա աչքերում այն ցավը, որը նա տեսել էր իր սեփական մոր աչքերում։ Ես ծննդաբերեցի տղա, անունով Միխայիլ։ Նա այժմ 21 տարեկան է, ուսանում է Լոնդոնի համալսարանում, եւ նա չգիտի, թե ով է իր իրական հայրը։ Ես պատմեցի նրան, որ նրա հայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Ես չէի կարող պատմել նրան ճշմարտությունը, քանի որ ես խոստացել էի Գալուստին, որ երբեք չեմ բացահայտի մեր գաղտնիքը։ Դավիթը լսեց այս պատմությունը եւ զգաց խորը կապ այս կնոջ հետ։ Կին, ով ապրել էր նույն ցավը, նույն լռությունը, նույն սպասումը, ինչ նրա սեփական մայրը։ Դավիթը հարցրեց. «Արդյոք դուք ուզում եք, որ ձեր որդին իմանա ճշմարտությունը»։ Էլենան նայեց նրա աչքերին եւ ասաց. «Ես ուզում եմ, որ նա ունենա ընտրություն։ Ես ուզում եմ, որ նա իմանա, թե ով է իր հայրը, եւ ինքը որոշի, արդյոք ուզում է կապ հաստատել նրա հետ, թե ոչ։ Բայց ես նաեւ վախենում եմ։ Վախենում եմ, որ այս ճշմարտությունը կարող է վնասել նրան, կարող է փոխել նրա կյանքը այնպես, ինչպես իմ կյանքը փոխվեց 22 տարի առաջ»։ Գայանեն միջամտեց. «Էլենա, եթե մենք հրապարակենք այս տեղեկությունը, դա կունենա հետևանքներ ոչ միայն ձեր եւ ձեր որդու համար, այլև Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար։ Դիվանագիտական շրջանակները կարող են փորձել ճնշել այս պատմությունը, կարող են փորձել վարկաբեկել մեզ։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին»։ Էլենան ժպտաց դառնորեն եւ ասաց. «Ես ծառայել եմ դիվանագիտական համակարգում 30 տարի։ Ես գիտեմ, թե ինչպես է այն աշխատում, բայց ես նաև գիտեմ, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը դուրս գալու համար։ Եթե ոչ հիմա, ապա 10 տարի հետո կամ 20 տարի հետո։ Բայց ես ուզում եմ, որ իմ որդին իմանա հիմա, քանի դեռ ես կենդանի եմ եւ կարող եմ բացատրել նրան ամեն ինչ»։ Նրանք պայմանավորվեցին, որ Էլենան կկապվի իր որդու Միխայիլի հետ եւ կպատմի նրան ճշմարտությունը նախքան այն հրապարակվելը։ Դավիթը եւ Գայանեն վերադարձան Երևան սպասելով Էլենայի հաղորդագրությանը։ 2 շաբաթ հետո Էլենան զանգահարեց եւ ասաց. «Ես պատմեցի Միխայիլին։ Նրա առաջին արձագանքը եղավ շոկ, ապա զայրույթ, ապա շփոթություն։ Բայց հիմա, երբ նա ունեցել է ժամանակ մտածելու, նա ասաց, որ ուզում է հանդիպել Դավիթին։ Նա ասաց, որ եթե նա ունի եղբայր, նա ուզում է ճանաչել նրան»։ Այս խոսքերը լցրին Դավիթի սիրտը ուրախությամբ եւ հուզմունքով։ Նա երբեք չէր մտածել, որ կարող է ունենալ եղբայր, ով ապրել է այլ երկրում, այլ կուլտուրայում, բայց ով կիսում է նույն արյունը, նույն հույն հայրը, նույն պատմությունը։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել Վիեննայում, չեզոք տարածքում, որտեղ ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունները չէին կարող հեշտությամբ միջամտել։ Արդյոք այս հանդիպումը կբերի նոր սկիզբի, թե դա կլինի եւս մեկ ցավոտ հիշեցում այն մասին, թե ինչ են կորցրել երկու եղբայրները, ապրելով առանց միմյանց 21 տարի շարունակ։ Երբ 2014 թվականի օգոստոսի 15-ին Վիեննայի կենտրոնական սրճարանում, հին շենքում, որը հիշեցնում էր ավստրո-հունգարական կայսրության ժամանակները, Դավիթը նստած էր փոքրիկ սեղանի մի մոտ սպասելով մարդու, ում նա երբեք չէր տեսել, բայց ում հետ նա կիսում էր ամենախորը կապը, արյունը, նա զգում էր միաժամանակ անհանգստություն եւ հուզմունք։ Նա նայում էր դռանը ամեն անգամ, երբ մեկը մտնում էր եւ փորձում էր գուշակել, արդյոք սա է իր եղբայրը։ Ժամը 11-ին դուռը բացվեց եւ մտավ երիտասարդ տղամարդ, բարձրահասակ, շագանակագույն մազերով, կապույտ աչքերով, որոնք ժառանգել էր մորից, բայց դեմքի գծերը, քթի ձևը, շրթունքների կորը, դրանք անհերքելիորեն նման էին Սահակյանի երիտասարդության լուսանկարներին, որոնք Դավիթը տեսել էր արխիվներում։ Միխայիլը նայեց շուրջը։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթի հայացքին, եւ երկուսն էլ անմիջապես հասկացան։ Նրանք չէին կարիք ներկայացման, չէին կարիք բացատրությունների, նրանք պարզապես գիտեին։ Միխայիլը մոտեցավ սեղանին եւ նստեց Դավիթի դիմաց։ Մի քանի վայրկյան նրանք նայեցին միմյանց, առանց խոսքերի, փորձելով տեսնել միմյանց մեջ այն ընդհանուրը, որը նրանք կիսում էին։ Ապա Միխայիլը խոսեց, ռուսերեն, բայց դանդաղ, որպեսզի Դավիթը, ով սովորել էր ռուսերեն դպրոցում, կարողանա հասկանալ։ «Ես երբեք չէի մտածել, որ ես ունեմ եղբայր։ Իմ մայրը պատմեց ինձ, որ իմ հայրը մահացել է, երբ ես փոքր էի, եւ ես ընդունեցի այդ պատմությունը։ Բայց երբ նա պատմեց ինձ ճշմարտությունը 2 շաբաթ առաջ, ես զգացի, որ իմ ամբողջ կյանքը եղել է ստ։ Ես զայրացա նրա վրա, զայրացա այն մարդու վրա, ում ես երբեք չեմ հանդիպել, բայց ով իմ հայրն է, եւ զայրացա համակարգի վրա, որը ստիպեց մեզ ապրել այս ստի մեջ»։ Դավիթը լսեց այս խոսքերը եւ զգաց, որ Միխայիլը անցնում է նույն ճանապարհով, որով ինքը անցել էր տարիներ առաջ, շոկից դեպի զայրույթ, զայրույթից դեպի ընդունում։ Նա ասաց. «Հայերեն, բայց դանդաղ»։ Եվ Միխայիլը, ով սովորել էր հայերեն իր մոր պատմություններից, հասկացավ. «Ես նույնպես զայրացա»։
Ես զայրացա իմ հոր վրա, զայրացա հահամակարգի վրա, զայրացա աշխարհի վրա։ Բայց ես նաև հասկացա, որ զայրույթը չի փոխի անցյալը։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա փոխել ապագան։ Նրանք խոսեցին 3 ժամ շարունակ, կիսելով իրենց պատմությունները, իրենց ցավերը, իրենց հույսերը։ Միխայիլը պատմեց, թե ինչպես նա մեծացել է Մոսկվայում առանց հոր, ինչպես նրա մայրը միշտ խուսափել է հարցերից հոր մասին, ինչպես նա զգացել է դատարկություն իր կյանքում, բայց երբեք չհասկացել է ինչու։ Դավիթը պատմեց իր պատմությունը, ինչպես նա մեծացել է Երևանում, գիտենալով, որ նրա հայրը գոյություն ունի, բայց երբեք չտեսնելով նրան։ Ինչպես նրա մայրը տառապել է լռության մեջ, ինչպես նա վերջապես որոշել է պայքարել արդարության համար։ Երբ նրանք ավարտեցին իրենց պատմությունները, Միխայիլը հարցրեց. «Ինչ ես ուզում անել հիմա։ Արդյոք դու ուզում ես հրապարակել իմ գոյությունը, թե ուզում ես պահել այս գաղտնիքը»։ Դավիթը մտածեց մի քանի վայրկյան եւ ասաց. «Ես ուզում եմ, որ դու ունենաս ընտրություն։ Եթե դու ուզում ես մնալ անանուն, ես կհարգեմ քո որոշումը, բայց եթե դու ուզում ես, որ աշխարհը իմանա քո պատմությունը, ես կաջակցեմ քեզ»։ Միխայիլը ժպտաց առաջին անգամ այդ հանդիպման ընթացքում եւ ասաց. «Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում ապրել ստի մեջ, ինչ է նշանակում կորցնել քո ինքնությունը, քո արմատները, եւ ես ուզում եմ, որ մեր հայրը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար»։ Նրանք որոշեցին միասին վերադառնալ Երևան եւ միասին հանդես գալ հանրության առջև։ 2014 թվականի սեպտեմբերի առաջին օրը նրանք կազմակերպեցին Մամլո ասուլիս Երևանում, հրավիրելով միջազգային լրատվամիջոցներ, մարդու իրավունքների կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցիչներ։ Մամլո ասուլիսը տեղի ունեցավ Երևանի Մամլո ակումբում, եւ այնտեղ ներկա էին ավելի քան 200 մարդ։ Դավիթը եւ Միխայիլը կանգնեցին միասին ամբիոնի մոտ, 2 եղբայրներ, ովքեր երբեք չէին ապրել միասին, բայց ովքեր այժմ միավորված էին ընդհանուր նպատակով։ Դավիթը սկսեց իր ելույթը. «Այսօր մենք ներկայացնում ենք վերջին բացահայտումը Գալուստ Սահակյանի գաղտնի կյանքի մասին։ Այսօր մենք ներկայացնում ենք ձեզ իմ եղբորը Միխայիլ Կովալենկոին, ով 21 տարի ապրել է առանց իմանալու իր իրական հոր ինքնությունը»։ Միխայիլը շարունակեց խոսելով ռուսերեն, բայց նրա խոսքերը թարգմանվում էին հայերեն եւ անգլերեն։ «Ես եկել եմ այստեղ ոչ թե վրեժխնդրության համար, այլ ճշմարտության համար։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ քաղաքական գործիչների անձնական որոշումները ազդում են իրական մարդկանց վրա, մարդկանց, ովքեր ունեն զգացմունքներ, ունեն իրավունքներ, ունեն արժանապատվություն»։ Մամլո ասուլիսը պայթեցրեց միջազգային սկանդալ։ Ռուսական լրատվամիջոցները սկսեցին հետաքննություններ, ուսումնասիրելով Էլենա Կովալենկոյի անցյալը եւ նրա կապերը Սահակյանի հետ։ Հայկական լրատվամիջոցները սկսեցին քննարկել դիվանագիտական հետևանքները։ Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները պահանջեցին հետաքննություն, ուսումնասիրելու, թե ինչպես էր համակարգը թույլ տվել այսպիսի իրավիճակի տասնամյակներ շարունակ։ Բայց ամենակարևորը եղավ այն, որ Դավիթի եւ Միխայիլի պատմությունը ոգեշնչեց հարյուրավոր այլ մարդկանց, ովքեր նույնպես ապրել էին ստվերում, ովքեր նույնպես չէին ճանաչվել իրենց ծնողների կողմից, ովքեր նույնպես տառապել էին համակարգից, որը պաշտպանում էր հզորներին եւ անտեսում էր թույլերին։ Նրանք սկսեցին կիսել իրենց պատմությունները սոցիալական ցանցերում, սկսեցին կազմակերպել աջակցության խմբեր, սկսեցին պահանջել փոփոխություններ օրենսդրության մեջ, պաշտպանելու երեխաների իրավունքները, ճանաչվել իրենց ծնողների կողմից։ Դավիթի եւ Միխայիլի պայքարը դարձավ խորհրդանիշ այն մասին, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը, անկախ նրանից, թե որքան հզոր են այն ուժերը, որոնք փորձում են թաքցնել այն։ Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին, նա հեռացավ հանրային կյանքից, հրաժարվելով բոլոր իր պաշտոններից, կորցնելով իր քաղաքական ազդեցությունը, կորցնելով իր հանրային հեղինակությունը։ Նրա պաշտոնական ընտանիքը, կինը եւ 2 դուստրերը հեռացան նրանից, հրապարակայնորեն դատապարտելով նրա վարքագիծը։ Նրա ֆինանսական ակտիվները սառեցվեցին, սպասելով դատական որոշումների։ Նրա անունը, որը երբեմն խորհրդանշում էր իշխանություն եւ ազդեցություն, այժմ դարձավ նույնանուն կրկնակի ստանդարտների եւ քաղաքական կոռուպցիայի։ Բայց նա երբեք չընդունեց իր սխալները, երբեք չխնդրեց ներողություն իր երեխաներից, երբեք չփորձեց շտկել այն վնասը, որը նա պատճառել էր։ Նա մնաց իր առանձնատանը, մեկուսացած, մերժված, մոռացված։ Նրա ճանապարհը, որը սկսվել էր հզորության եւ հեղինակության հետ, ավարտվեց մենության եւ ամոթի մեջ։ Արդյոք նա երբևէ զղջաց իր որոշումների համար, թե նա մինչև վերջ մնաց համոզված, որ նա արեց ճիշտ բանը, պաշտպանելով իր քաղաքական կարիերան ավելի, քան իր սեփական երեխաներին։ 2015 թվականի գարնանը, երբ Հայաստանը դեռ վերականգնվում էր այն քաղաքական փոթորիկից, որը սկսվել էր Դավիթի պայքարով,
Երկրում սկսվեցին փոփոխություններ։ Ազգային ժողովը ընդունեց նոր օրենք՝ երեխայի իրավունքը ճանաչվել իր ծնողների կողմից, որը պարտադիր դարձրեց DNTT թեստերը բոլոր այն դեպքերում, երբ երեխան պահանջում է հայրության ճանաչում։ Ստեղծվեցին հատուկ դատարաններ, արագացված քննարկման համար այս գործերի։ Հիմնադրվեցին աջակցության կենտրոններ, օգնելու այն կանանց եւ երեխաներին, ովքեր ապրել են նմանատիպ իրավիճակներում։ Այս փոփոխությունները եղան Դավիթի պայքարի ուղղակի արդյունք, պայքարի, որը սկսվել էր որպես անձնական առաքելություն, բայց վերածվել էր հասարակական շարժման։ Դավիթը եւ Միխայելը շարունակեցին իրենց կապը, հանդիպելով մի քանի անգամ տարին, կիսելով իրենց կյանքերը, աջակցելով միմյանց։ Միխայելը ավարտեց իր ուսումը Լոնդոնում եւ որոշեց տեղափոխվել Երևան, սովորելու հայերեն, ճանաչելու իր հայրական արմատները, աշխատելու միջազգային կազմակերպությունում, որը զբաղվում էր երեխաների իրավունքների պաշտպանությամբ։ Դավիթը շարունակեց իր իրավաբանական կարիերան մասնագիտանալով ընտանեկան իրավունքի մեջ եւ օգնելով տասնյակ այլ երեխաների, ովքեր պայքարում էին ճանաչման համար։ Նրանց պատմությունը դարձավ օրինակ այն մասին, որ անկախ նրանից, թե որքան հզոր է համակարգը, անհատը կարող է փոխել այն, եթե նա ունի վճռականություն, համբերություն եւ աջակցություն։ Ինչ վերաբերում է Արմինե Մարտիրոսյանին, Լիլիթ Հակոբյանին, Նունե Գևորգյանին եւ Էլենա Կովալենկոին, այն կանանց, ովքեր տարիներ շարունակ ապրել էին ստվերում, նրանց պատմությունները վերջապես ճանաչվեցին։ Արմինեն, թեև նա այլևս կենդանի չէր, հիշատակվեց որպես կին, ով չնայած բոլոր դժվարություններին, երբեք չկորցրեց իր արժանապատվությունը եւ դաստիարակեց որդու, ով պայքարեց արդարության համար։ Լիլիթը վերադարձավ Երևան եւ սկսեց աշխատել կազմակերպությունում, որը օգնում էր միայնակ մայրերին։ Նունեն, ով տարիներ շարունակ ապրել էր Մոսկվայում վախենալով վերադառնալ Հայաստան, վերջապես զգաց անվտանգություն եւ եկավ Երևան, շարունակելու իր լրագրողական կարիերան։ Էլենան շարունակեց իր աշխատանքը Մոսկվայում, բայց այժմ նա կարող էր բաց խոսել իր անցյալի մասին, առանց վախենալու հետևանքներից։ Այս 4 կանայք, ովքեր երբեք չէին հանդիպել միմյանց, բայց ովքեր կիսում էին նույն ցավը, դարձան խորհրդանիշ այն բոլոր կանանց համար, ովքեր երբևէ տառապել են լռության եւ անտեսման մեջ։ Բայց մի հարց մնաց անպատասխան. ով էր այն անձը, ով թողել էր Վահագնի նամակը բանկի անվտանգության տուփում։ Ով էր այն անձը, ով զանգահարել էր Արմեն Խաչատրյանին եւ ասել էր նրան ստուգել արխիվի հատուկ բաժինը։ Ով էր այն անձը, ով տարիներ շարունակ հավաքել էր ապացույցներ եւ սպասել էր ճիշտ պահին բացահայտելու դրանք։ Կային տարբեր տեսություններ։ Ոմանք ասում էին, որ դա եղել է Սահակյանի սեփական խղճի ձայնը, որը վերջապես արթնացել էր։ Ուրիշներն ասում էին, որ դա եղել է մեկը նրա հին թիմից, ով զղջացել էր իր մասնակցության համար այս համակարգում։ Երրորդները պնդում էին, որ դա եղել է արտասահմանյան հատուկ ծառայություն, որը ուզում էր վարկաբեկել Սահակյանին քաղաքական նպատակներով։ Բայց ճշմարտությունը երբեք չբացահայտվեց, եւ գուցե դա ավելի լավ էր այդպես, որովհետեւ այս պատմությունը վերաբերում էր ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ համակարգի։ Համակարգի, որը թույլ էր տվել այսպիսի անարդարություններին տասնամյակներ շարունակ, եւ որը վերջապես սկսեց փոխվել, շնորհիվ այն մարդկանց, ովքեր համարձակվեցին խոսել ճշմարտությունը։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք տեսնել Դավիթին աշխատում իր գրասենյակում, օգնում հաջորդ սերնդի երեխաներին, ովքեր պայքարում են ճանաչման համար։ Դուք կարող եք տեսնել Միխայելին խոսում համաժողովներում երեխաների իրավունքների մասին։ Դուք կարող եք տեսնել Լիլիթին, աջակցում միայնակ մայրերին։ Դուք կարող եք տեսնել Նունեին, գրում հոդվածներ սոցիալական արդարության մասին։ Եվ եթե դուք հարցնեք նրանցից, արդյոք արժե՞ր այն ամենը, ինչ նրանք անցան, նրանք կպատասխանեն. այո, քանի որ մենք փոխեցինք ինչ-որ բան։ Մենք ցույց տվեցինք, որ ճշմարտությունը կարող է հաղթել, որ արդարությունը հասանելի է, որ համակարգը կարող է փոխվել։ Բայց նրանք նաև կավելացնեն. բայց պայքարը դեռ շարունակվում է։ Դեռ կան երեխաներ, ովքեր ապրում են ստվերում։ Դեռ կան կանայք, ովքեր լռում են վախից։ Դեռ կան համակարգեր, որոնք պաշտպանում են հզորներին եւ անտեսում թույլերին։ Եվ մինչև այդ համակարգերը գոյություն ունեն, մենք պետք է շարունակենք պայքարել։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Գալուստ Սահակյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասասին։